Բարի երեկո, սիրելի հյուրեր, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոննայք։ Ողջունում եմ ձեզ Եվրոպական խորհրդարանի շենքում այսօրվա նանոպլաստիկ, թաքնված կապերը և մարդու առողջությանը և կլիմայի կայունությանը սպառնացող աճող ռիսկերը համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել է Հայրենասերները հանուն Եվրոպայի քաղաքական խմբակցության և Ալլատրա գլոբալ հետազոտական կենտրոնի կողմից։ Գիտությունը անանուն չէ։ Այս արտահայտությունը ես համարձակվել եմ արտասանել և գրել, հիմնավորելով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ԵՄ-ի մինչև 2040 թվականը նախատեսված նոր նպատակի մերժումը։ Եվ երբ ես համարձակվեցի դա ասել, առաջադեմ տղաները կատաղի կերպով հարձակվեցին ինձ վրա։ Ինչու՞։ Որովհետև ես կասկածի տակ դրեցի եվրոպական կլիմայական աստվածաշունչը, որն ասում է. Եվրոպան պետք է որքան հնարավոր է շուտ, որքան հնարավոր է արագ կրճատի ջերմոցային գազերի արտանետումները, անկախ ծախսերից, անկախ ավելացված արժեքից, այն բանից, թե ինչ է կատարվում ԵՄ-ից դուրս այլ երկրներում և, այսպես ասած, նշանների առկայությունից, որ գոյություն ունեն նաև այլ գործոններ, ներառյալ մարդկային կորուստները, որոնք նույնպես կապված են կլիմայի կայունության հետ։ Իսկ դա ամբողջությամբ անտեսվում է։ Ուստի Հայրենասերները հանուն Եվրոպայի հետ միասին մենք որոշեցինք կազմակերպել մի քանի հանդիպումներ, քննարկելու բոլոր փոխկապակցվածությունները և ողջ բարդությունը, որը կապված է կլիմայի կայունության, կլիմայի փոփոխության, կայուն զարգացման, ինչպես նաև հանրային առողջության հետ։ Եվ թեմաներից առաջինը նվիրված է նանոպլաստիկին։ Ինչու՞։ Որովհետև նանոպլաստիկը, համեմատած, օրինակ, միկրոպլաստիկի հետ, այնքան փոքր է, որ նրա համար շատ ավելի հեշտ է ներթափանցել օրգանիզմի բջիջներ և հյուսվածքներ։ Բացի այդ, այն ազդում է, օրինակ, օվկիանոսների կողմից CO2-ի կլանման վրա, միաժամանակ փոխելով ծովի ջրում միկրոֆլորայի կենսունակությունը։ Պարզ ասած, նանոպլաստիկը դարձել է հրատապ խնդիր ոչ միայն հանրային առողջության, այլև կլիմայի փոփոխության համար։ Ուստի ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր կարողացանք կազմակերպել այս քննարկումը։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել այսօրվա զեկուցողներին։ Մենք կունենանք երկու հրավիրյալ բանախոս, ովքեր հանդես կգան բացման խոսքով, պաստոր Մարկ Բըրնսը, հոգևոր դիվանագետներ նախաձեռնության ղեկավարը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը։ Ողջունում ենք ձեզ Եվրոպական խորհրդարանում։ Մարինա Օվցինովան, նույնպես ԱՄՆ-ից, Ալլատրա միջազգային հասարակական շարժման նախագահ։ Բարի գալուստ։ Այնուհետև հանդես կգա Ալլատրա գլոբալ հետազոտական կենտրոնի փորձագետների խումբը ներկայացնող կենսաքիմիկոս Ալեքսանդր Մասնին։ Բարև ձեզ, բարի գալուստ։ Աննա Կոտլյարը Իսրայելից, երկրաբանության և աշխարհագրության բնագավառի մասնագետ։ Ողջունում ենք ձեզ։ Իմ աջ կողմում նստած է դոկտոր Կարան Չեխիայից, կիրառական մաթեմատիկայի մասնագետ։ Բարի գալուստ։ Դոկտոր Ջոն Անը ԱՄՆ-ից, ով, ինչպես և ես, քիմիական ճարտարագիտության մագիստրոսի աստիճան ունի։ Ուրախ ենք ողջունել ձեզ։ Եվ վերջապես, պրոֆեսոր Անտոնիո Ռագուզան Իտալիայից, մանկաբարձ գինեկոլոգ, առաջին գիտնականը, ով ապացուցեց միկրոպլաստիկի առկայությունը մարդու ընկերքում։ Բարի գալուստ։ Մեր երկու գործընկերների բացման խոսքերից հետո քննարկումը բաժանվելու է 4 բլոկի, ուստի եկեք սահմանենք մեկ պարզ կազմակերպչական կանոն։ Մենք ունենք խիտ գրաֆիկ, և խնդրում եմ առավելագույնս հավատարիմ մնալ դրան, հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ միջամտել որպես մոդերատոր։ Իսկ հիմա հաճույքով խոսքը փոխանցում եմ Մարկ Բըրնսին։ Պարոն Բըրնս, բարի գալուստ Եվրոպական խորհրդարան։ Ձեր խոսքը։ Շատ շնորհակալություն։ Նախ և առաջ, դիմում եմ Եվրախորհրդարանի անդամներին, հարգարժան պարոնայք, և աշխարհում ազատության համար պայքարող բոլոր հրաշալի մարդկանց։ Ես պաստոր Մարկ Բըրնսն եմ, և ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկա գտնվելը։
Տիկնայք եւ պարոնայք, մենք ամենից շատ վախենում ենք այն վտանգներից, որոնք կարող ենք տեսնել՝ կրակ, ծուխ, օդի աղտոտվածություն։ Բայց այսօր ես ուզում եմ խոսել մի բանի մասին, որի վրա իմ ուշադրությունը հրավիրեցին Ալլատրայի մասնակիցները եւ որը դարձավ իմ հոգեվոր դիվանագիտության գլոբալ նախաձեռնության առանցքային ուղղություններից մեկը։ Դրանք փոքրիկ մասնիկներն են, որոնք հսկայական ազդեցություն ունեն։ Դրանք հնարավոր է արդեն մեր ներսում են եւ հնարավոր է արդեն ներթափանցել են մեր օրգաններ, եւ դա նանոպլաստիկն է։ Նանոպլաստիկը պլաստիկի բեկորներ են, նանոմետրերի չափերով, ինչը հազարավոր անգամ փոքր է մարդու մազի հաստությունից։ Դրանք չեն երևում, դրանցից հեշտությամբ հնարավոր չէ խուսափել, եւ հենց դա է դրանք դարձնում առավել վտանգավոր։ Մեզ ասում էին, որ պլաստիկը հեղափոխական նյութ է, էժան, դիմացկուն եւ հարմար։ Բայց մեզ չէին ասում, որ պլաստիկը ոչ մի տեղ չի անհետանում։ Այն կենսաքայքայման չի ենթարկվում։ Այն քայքայվում է ավելի ու ավելի փոքր մասնիկների։ Շիշը վերածվում է նրա բեկորների, բեկորները միկրոպլաստիկի, միկրոպլաստիկը նանոպլաստիկի, եւ երբ պլաստիկը հասնում է ամենափոքր չափերին, այն դադարում է պարզապես աղբ լինելուց եւ դառնում է կենսաբանական նյութ։ Քանի որ նանոպլաստիկը շատ փոքր է, այն կարող է անցնել բջջային թաղանթներով, ներթափանցել արյան մեջ, թափանցել օրգաններ։ Վերջին հետազոտությունները հայտնաբերել են պլաստիկի մասնիկներ մարդու արյան, թոքերի, լյարդի, ընկերքի եւ նույնիսկ ուղեղի հյուսվածքներում։ Սա արդեն պարզապես շրջակա միջավայրի խնդիր չէ։ Սա մարդու առողջության խնդիրն է։ Որքանով ենք մենք բոլորս ենթարկվում այդ ազդեցությանը։ Որքանով է դա վտանգավոր մեզ համար։ Մենք ներշնչում ենք այս մասնիկները, խմում եւ ուտում։ Նանոպլաստիկը հայտնաբերվել է շշալցված եւ ծորակի ջրում, ծովամթերքում, աղի մեջ, մրգերում, բանջարեղենում, նույնիսկ մեր տներում եւ մեր շնչած օդում։ Ամեն անգամ, երբ պլաստիկը տաքանում է, քայքայվում կամ մաշվում է արևի ճառագայթների ազդեցության տակ, դրանից թափվում են մանրադիտակային մասնիկներ։ Սինթետիկ հագուստը դրանք անջատում է լվացվելիս։ Անվադողերը դրանք անջատում են ճանապարհներին։ Սննդի տարաները դրանք անջատում են տաքացնելիս։ Ազդեցությունը տեղի է ունենում ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ամեն օր։ Այսպիսով, ահա ձեզ դառը ճշմարտությունը։ Գիտությունը չի հասցնում իրադրության զարգացման հետևից։ Նանոպլաստիկը շատ դժվար է չափել, սակայն արդեն առաջին հետազոտությունները խորին մտահոգություն են առաջացնում։ Դրանք ցույց են տալիս, որ նանոպլաստիկը կարող է առաջացնել բորբոքումներ։ Այն կարող է առաջացնել բջիջների վնասվածք, խանգարումներ հորմոնալ համակարգում եւ օրգանների աշխատանքում։ Այն նաև կարող է խաթարել աղիքային միկրոբիոմը, իմունիտետը, մարսողական համակարգը եւ նույնիսկ հոգեկան առողջությունը կարգավորող համակարգերը։ Կա մտահոգության մեկ այլ պատճառ ևս։ Նանոպլաստիկը գործում է որպես փոխադրող։ Այն կապվում է թունավոր քիմիկատների, պեստիցիդների, ծանր մետաղների եւ այսպես կոչված հավերժական քիմիկատների հետ։ Այն կարող է այդ տոքսինները տեղափոխել անմիջապես մեր բջիջներ։ Այսպիսով, դրանք ոչ միայն աղտոտում են շրջակա միջավայրը, այլև բազմանում են։ Ամենատագնապալի բացահայտումներից մեկը նանոպլաստիկի հնարավոր ազդեցությունն է մարդու ուղեղի վրա։
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ նանոպլաստիկը կարող է ներթափանցել արյան մեջ և հաղթահարել արյունաուղեղային պատնեշը, որը նախատեսված է մեր կենսական օրգանները և բջիջների մասնիկները պաշտպանելու համար։ Այստեղ մենք մտնում ենք բոլորովին նոր տարածք։ Ավելի մտահոգիչ է, որ պլաստիկի մասնիկներ են հայտնաբերվել ընկերքում, ինչը նշանակում է, որ ազդեցությունը սկսվում է դեռևս ծնվելուց առաջ։ Մարդկության պատմության մեջ առաջին անգամ մենք սինթետիկ աղտոտիչ ենք փոխանցում հաջորդ սերնդին դեռևս մեր երեխաների առաջին շունչը քաշելուց առաջ։ Սակայն նանոպլաստիկը կանգ չի առնում մեր վրա։ Այն ներթափանցում է մեր էկոհամակարգ։ Ձուկը կլանում է պլանկտոնը, թռչունները ձկներին, և ի վերջո նրանց կլանում ենք մենք։ Պլաստիկը ազդում է հողերի վիճակի վրա, խոչընդոտում է բույսերի աճին, քայքայում է միկրոկենսաբանական համակարգերը, որոնցից կախված է գյուղատնտեսությունը։ Սա մոլորակային սպառնալիք է ամենաբարձր մակարդակի, ես համոզված եմ դրանում։ Ավելին, պլաստիկի մասնիկների փոքրիկ չափերի պատճառով գոյություն ունեցող պաշտպանության միջոցների մեծ մասը չի պաշտպանում դրանցից։ Ստանդարտ կենցաղային ֆիլտրերը նախատեսված չեն նանոմասնիկները կանոնավոր և հուսալիորեն որսալու համար։ Ստանդարտ օդը մաքրող սարքերը նախատեսված չեն դրանք ոչ օդից, ոչ էլ մեր կյանքից հեռացնելու համար։ Իսկ երբ այդ մասնիկները հայտնվում են կենդանի հյուսվածքներում, խնդիրը դառնում է շատ ավելի լուրջ։ Անհնար է պարզապես հեռացնել նանոպլաստիկը օրգանիզմի բջիջներից։ Անհնար է հեշտությամբ հետ շրջել այն, ինչ արդեն անցել է կենսաբանական պատնեշները։ Եվ նույնիսկ այն լուծումները, որոնք մենք հաճախ կիրառում ենք պլաստիկ թափոնների համար, չեն լուծում խնդիրը։ Վերամշակումը կարող է նվազեցնել տեսանելի թափոնների քանակը, բայց չի հեռացնում պլաստիկը, որն արդեն սկսել է քայքայվել, ցրվել և օդի մեջ անցնել։ Սա նշանակում է, որ եթե անգամ վաղը պլաստիկի արտադրությունը դանդաղի, դա չի վերացնի արդեն սկսված ազդեցությունը։ Սա այն խնդիրը չէ, որը կարելի է պարզապես անջատել։ Եվ երբ ազդեցությունը շարունակվում է, իսկ լիարժեք ըմբռնումը դեռ չկա, ռիսկերը տեսական փուլում չեն մնում։ Այս մասնիկները կուտակվում են էկոհամակարգերում, մարդու օրգանիզմում և կարող են փոխանցվել սերնդեսերունդ։ Հենց դրա համար է բոլոր մարդկանց համար չափազանց կարևոր գիտակցել այս խնդիրը, այս վտանգը։ Այն վերաբերում է մեզ բոլորիս, անկախ ռասայից, մաշկի գույնից, կրոնից կամ տնտեսական համակարգից։ Այն վերաբերում է ողջ մարդկությանը։ Ուստի ես այստեղ հանդես եմ գալիս որպես հոգևոր դիվանագետ, կիսվում եմ այս տագնապալի տեղեկությամբ նրանց հետ, ովքեր ցանկանում են լսել և ասում եմ, որ անհրաժեշտ է ինչ-որ բան ձեռնարկել։ Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկա գտնվելը, շփվելը, լսել ձեզ և լինել տագնապը բարձրացնողներից մեկը։ Նանոպլաստիկը պետք է դառնա հիմնական թեմա, և ես շատ ուրախ կլինեմ լսել այս հրաշալի առաջնորդների զեկույցները, ովքեր ունեն նանոպլաստիկի խնդրի լուծումը։ Շատ շնորհակալ եմ, պաստոր Բըրնս, ոգեշնչող բացման խոսքի համար։ Հաճույքով խոսքը փոխանցում եմ Մարինա Օվցինովային, Ալլատրա միջազգային հասարակական շարժման նախագահին։ Տիկին, ձեր խոսքը։ Շատ շնորհակալություն։ Տիկնայք և պարոնայք, պարոն կնոտեք, հարգարժան խորհրդարանի անդամներ, սիրելի հյուրեր։ Մեծ պատիվ է ինձ համար գտնվել այստեղ եվրոպական ժողովրդավարության սրտում և հնարավորություն ունենալ քննարկելու այսքան կարևոր թեման։ Առանձնահատուկ շնորհակալություն ձեզ, պարոն կնոտեք, նանոպլաստիկի հարցը Եվրախորհրդարանի մակարդակ բարձրացնելու համար։ Սա իսկապես շատ կարևոր է, և ես անկեղծորեն հուսով եմ, ինչպես հենց նոր ասաց պարոն Բըրնսը, որ մարդիկ կլսեն այս գաղափարը և կշարունակեն հետազոտությունները։ Ես ներկայացնում եմ Ալլատրա միջազգային հասարակական շարժումը։ Սա 180 երկրներից կամավորների միջազգային միավորում է, որոնց թվում կան գիտնականներ, հետազոտողներ և մասնագետներ տարբեր ոլորտներից։ Մեր գործունեությունը կենտրոնացած է կլիմայական, երկրադինամիկ և, իհարկե, բնապահպանական ռիսկերի համալիր ուսումնասիրության վրա։ Մենք ձգտում ենք, որպեսզի գիտական հանրությունը և հասարակությունն ամբողջությամբ ավելի լավ գիտակցեն այդ սպառնալիքները։
Միջազգային մակարդակում մենք աշխատում ենք առանցքային գլոբալ հարթակներում։ Վերջին 2 տարում մեր ներկայացուցիչները մասնակցել են COP 16, COP 29, COP 30 համաժողովներին, ինչպես նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջոցառումներին։ 2026 թվականի սկզբին ԱՄՆ-ում պաստոր Մարկ Բերնսի, Դոնալդ Թրամփի նախագահի հոգևոր խորհրդականի ղեկավարությամբ և նրա հոգևոր դիվանագետներ նախաձեռնության շնորհիվ Ալլատրայի հարթակում Կապիտոլիումում և ԱՄՆ Կոնգրեսի շենքերի համալիրում անցկացվեց մարդու իրավունքներին նվիրված նշանակալի միջոցառումների շարք։ Ինչ վերաբերում է գիտական կողմին, ապա առանցքային դեր այստեղ խաղում է մեր հետազոտական հարթակը՝ Ալլատրայի գլոբալ հետազոտական կենտրոնը։ Սա անկախ վերլուծական կենտրոն է, որը պաշտոնապես գրանցված է ԱՄՆ-ում որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն և ընդգրկված է Եվրամիության թափանցիկության ռեգիստրում։ Այսօրվա համաժողովը հիմնված է 2025 թվականի նանոպլաստիկը կենսոլորտում։ Մոլեկուլային ազդեցությունից մինչև մոլորակային ճգնաժամ զեկույցի վրա, որը պատրաստել են մեր մասնագետները Ալլատրա ԳՀԿ-ից։ Եվ ինձ համար առանձնահատուկ հաճելի է նշել, որ զեկույցի վրա աշխատելիս ոգեշնչման աղբյուրներից մեկը եղել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի առաքելական օրհնությունը, որը Ալլատրա շարժումը ստացել էր 2024 թվականին, ի նշան շրջակա միջավայրի պահպանության գծով մեր աշխատանքի ճանաչման։ Իսկ 2025 թվականին Ալլատրայի կամավորներին օրհնեց նաև Հռոմի Պապ Լև 14-րդը։ Սուրբ Աթոռի կողմից ստացված այս բարոյական աջակցության շնորհիվ Ալլատրայի գլոբալ հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների կողմից միկրո և նանոպլաստիկի վերաբերյալ տարիներ շարունակվող միջդիսցիպլինար հետազոտությունները հիմք հանդիսացան նանոպլաստիկ. Սպառնալիք կյանքի համար գիտահանրամատչելի ֆիլմի համար, որի պրեմիերան կայացավ 2025 թվականի նոյեմբերին։ Ֆիլմն արդեն իսկ արժանացել է միջազգային ճանաչման, այդ թվում մրցանակների Մանհայմի, Լոնդոնի փառատոներում և Latitude Film Awards-ում։ Այսօր այստեղ, այս ամբիոնի մոտ, ինձ հետ են մեր հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները, ովքեր ժամանել են ԱՄՆ-ից, Իսրայելից, Գերմանիայից և Չեխիայից։ Կարևոր է հասկանալ, որ նրանք ներկայացնում են միայն հսկայական միջազգային գիտական կոնսորցիումի մի մասը, որի մեջ մտնում են աշխարհի առաջատար ինստիտուտների փորձագետներ։ Նրանք այստեղ են ներկայացնելու Ալլատրա գլոբալ հետազոտական կենտրոնի ընդհանուր արդյունքներն ու եզրակացությունները, ներառյալ գնահատականը, թե ինչպես է միկրո և նանոպլաստիկի տարածումն ազդում մարդու առողջության և էկոհամակարգերի ամբողջականության վրա։ Հրավիրում ենք բոլոր մասնակիցներին պրոֆեսիոնալ, պատասխանատու և կառուցողական երկխոսության, բարյացակամության և փոխադարձ հարգանքի ոգով։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Իսկ հիմա ես պատիվ ունեմ ներկայացնելու մեր գլխավոր զեկուցողին, դոկտոր Ջոն Անին։ Դոկտոր Անը քիմիական ճարտարագիտության և կայուն տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ է։ Նա ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Մյունխենի տեխնիկական համալսարանում (MBA), Էնսեր բիզնես դպրոցում և մագիստրոսի աստիճան Կալիֆոռնիայի համալսարանում Բերքլիում։ Մեր կենտրոնում նա զբաղվում է պլաստիկի ազդեցության հարցերով մարդու առողջության և մոլորակային համակարգերի վրա։ Դոկտոր Ան, ձեր խոսքը։ Հարգելի Եվրախորհրդարանի պատգամավորներ, գործընկերներ, տիկնայք և պարոնայք, շնորհակալ եմ այստեղ իմ գործընկերների հետ Ալլատրա գլոբալ հետազոտական կենտրոնի անունից ելույթ ունենալու հնարավորության համար։ Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու մի թեմա, որը մինչև վերջերս համարվում էր զուտ բնապահպանական, սակայն գնալով ավելի արդիական է դառնում բժշկության, կլիմայագիտության և պետական քաղաքականության համար։
Խոսքը միկրո և նանոպլաստիկի և դրա հետ կապված ռիսկերի մասին է։ Տասնամյակներ շարունակ պլաստիկով աղտոտվածությունը մեզ թվում էր ինչ-որ տեսանելի բան շշեր լողափերում, աղբ օվկիանոսում և աղբավայրերում։ Սակայն վերջին տվյալները վկայում են, որ առավել լուրջ հետևանքները տեղի են ունենում աչքի համար անտեսանելի մակարդակներում, միկրո և նանո մակարդակներում։ Հաստատվել է, որ պլաստիկը գրեթե չի ենթարկվում կենսաքայքայման։ Արեգակնային ճառագայթման, ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ծանրաբեռնվածության ազդեցության տակ այն չի անհետանում, այլ աստիճանաբար տրոհվում է ավելի ու ավելի մանր մասնիկների։ Պլաստիկը չի անհետանում, այն փոխում է մասշտաբը։ Իսկ երբ մասշտաբը փոխվում է նաև շրջակա միջավայրի հետ նրա փոխազդեցության բնույթը։ Այսօր այդ մասնիկներն ամենուր են՝ սննդի մեջ, ջրի մեջ և նույնիսկ այն օդում, որը շնչում ենք։ Դրանք հայտնաբերվում են ամենադժվար հասանելի վայրերում՝ արգելոցային բարձրլեռնային գոտիներից մինչև օվկիանոսային խորքեր և նույնիսկ մարդու օրգանիզմի ներսում։ Մեր քննարկումը կսկսվի հիմնարար հարցից. Ինչ է տեղի ունենում, երբ սինթետիկ նյութը, որը ստեղծվել է երկարակյաց լինելու համար, ըստ էության դառնում է բնության և մեր մարմինների մշտական բաղադրիչ։ Այս հարցին պատասխանելու համար անդրադառնանք դրան միջդիսցիպլինար կերպով և դիտարկենք խնդիրը մի քանի գիտական ուղղությունների տեսանկյունից։ Սկզբից կվերլուծենք, թե ինչպես է առաջանում միկրո և նանոպլաստիկը, ինչպես է այն շրջանառվում բնության մեջ և ինչպես է կուտակվում օրգանիզմում։ Այնուհետև կանդրադառնանք դրա հնարավոր հետևանքներին առողջության համար և դրա հիմքում ընկած մեխանիզմներին, այդ թվում կքննարկենք, թե ինչպես մասնիկների մակերեսային լիցքը կարող է ուժեղացնել դրանց փոխազդեցությունը կենսաբանական կառուցվածքների հետ։ Այնուհետև մենք կընդլայնենք հայացքը մինչև մոլորակային մասշտաբի և կքննարկենք, թե ինչպես պլաստիկի մասնիկները կարող են ազդել մթնոլորտային գործընթացների, ամպերի ձևավորման և օվկիանոսում ջերմափոխանակության վրա։ Խոսքը կգնա նաև օվկիանոսի տաքացման վերջին անոմալիաների, երկրադինամիկ ակտիվության հետ հնարավոր կապի և բնականաղետների ու տնտեսական կայունության վրա երկարաժամկետ ազդեցության մասին։ Այսօրվա դրությամբ միկրո և նանոպլաստիկի խնդիրը բարդ համակարգային մարտահրավեր է առողջապահության, էկոլոգիայի և կլիմայի խաչմերուկում։ Ոչ մի երկիր կամ ինստիտուտ միայնակ չի կարող հաղթահարել սա։ Ուստի մեր հանդիպումը հնարավորություն է միասին ուսումնասիրելու ապացույցները և ուրվագծելու հստակ, համակարգված առաջընթացի ուղի, հիմնված գիտելիքների և համագործակցության վրա։ Հաճույքով եմ ներկայացնում մեր առաջին բանախոսուհուն՝ տիկին Աննա Կոտլյարին Իսրայելից։ Աննան էկոլոգ է, ԱլլաՏռա գլոբալ հետազոտական կենտրոնի գիտախորհրդատվական և հետազոտական խորհրդի ներկայացուցիչ։ Աննա, խոսքը տրամադրում եմ ձեզ։ Բարի օր։ Մեծ պատիվ է այսօր ձեր առջև ելույթ ունենալը։ Շնորհակալ եմ։ Պլաստիկը դադարել է շրջակա միջավայրից առանձին բան լինելուց։ Այժմ այն գործում է դրա ներսում, աստիճանաբար քայքայելով բնական գործընթացները։ 20-րդ դարի կեսերից աշխարհում արտադրվել է ավելի քան 9 միլիարդ տոննա պլաստիկ։ Այն դարձել է ամենապահանջված նյութերից մեկը և օգտագործվում է գրեթե ամենուր՝ տրանսպորտից և ավիացիայից մինչև բժշկություն, կոսմետիկա և կենցաղային ապրանքներ։ Ընդ որում, այդ ծավալի միայն 10%-ից պակասն է վերամշակվում, իսկ հիմնական զանգվածը պարզապես կուտակվում է բնության մեջ։ Օրինակ վերցնենք սովորական պլաստիկե շիշը։ Ժամանակի ընթացքում այն չի անհետանում, այլ տրոհվում է ավազահատիկի չափի մասնիկների, 5 մմ-ից պակաս։ Սա է կոչվում միկրոպլաստիկ։ Նման մասնիկների մի մասը մենք դեռ կարող ենք տեսնել, բայց շատերն արդեն սովորական փոշու տեսք ունեն։ Եվ այս պլաստիկե փոշին շարունակում է մանրանալ հետագայում։ Մասնիկները դառնում են այնքան փոքր, որ դրանք անհնար է տեսնել նույնիսկ սովորական մանրադիտակով։ Դրանք հազարավոր անգամ ավելի բարակ են, քան մարդու մազի հաստությունը, կարող են ավելի փոքր լինել, քան մեր օրգանիզմի բջիջները և շատ բակտերիաներ։ Եվ սա արդեն նանոպլաստիկ է։ Սակայն այստեղ կարևոր է հասկանալ. պլաստիկի քայքայման ժամանակ փոխվում է ոչ միայն մասնիկների չափը, այլև դրանց հատկությունները։
Եթե մոտ 5 մմ տրամագծով բեկորը տրովում է 1 միկրոմետր չափի մասնիկների, դրանց քանակն աճում է բազմաթիվ կարգերով։ Նման մեկ բեկորից կարող են առաջանալ 100 միլիարդավոր մանրադիտակային մասնիկներ։ Ընդ որում, դրանց ընդհանուր մակերևույթի մակերեսը զգալիորեն մեծանում է, այն կարող է դառնալ հազարավոր անգամ ավելի մեծ, քան պլաստիկի սկզբնական կտորը։ Իսկ չէ, որ հենց մակերեսն է որոշում, թե որքան ակտիվորեն այդ մասնիկները կփոխազդեն ջրի, օդի, քիմիական նյութերի և կենդանի հյուսվածքների հետ։ Բացի այդ, որքան փոքր է մասնիկը, այնքան ավելի ուժեղ են դրսևորվում մակերեսային էֆեկտները, այդ թվում պլաստիկի էլեկտրական լիցք կուտակելու և պահելու ունակությունը։ Լիցքի առկայությունը կտրուկ բարձրացնում է նրա ֆիզիկա-քիմիական ակտիվությունը։ Այսպիսով, պլաստիկի տրոհումը պարզապես մեխանիկական քայքայում չէ, այլ նյութի անցում որակապես այլ վիճակի, համեմատաբար իներտ խոշոր աղբից վերածվելով ակտիվ միկրոմասնիկների հսկայական քանակի։ Նրանց համար հենց մակերեսային փոխազդեցությունն է դառնում բնական և կենսաբանական համակարգերում վարքի որոշիչ գործոն։ Այս անցման հետևանքներին մենք կվերադառնանք մի փոքր ուշ։ Օվկիանոսում արդեն կա ավելի քան 200 միլիոն տոննա պլաստիկե թափոն, և այդ թիվն ամեն օր աճում է։ Նախկինում կարծում էին, որ օվկիանոսը պլաստիկի կուտակման վերջնակետն է, մի տեսակ գլոբալ աղբավայր։ Սակայն պարզվեց, որ դա ընդամենը միջանկյալ ջրամբար է։ Գիտնականների գնահատականներով ծովային զեփյուռը կարող է տարեկան մինչև 136,000 տոննա միկրոպլաստիկ ափ հանել, դա օրական ավելի քան 370 տոննա է։ Ուստի առափնյա տարածքների բնակիչներն առաջիններից են, որոնք իրենց վրա են վերցնում այս հարվածը։ Այսօր համաշխարհային օվկիանոսում կա 5 այսպես կոչված աղբային բծեր։ Սակայն առանձնակի մտահոգություն է առաջացնում միջերկրական ծովի իրավիճակը, որը գիտնականներն արդեն անվանում են 6-րդ աղբային բիծ։ Ընդ որում, ի տարբերություն մյուսների, այն անտեսանելի է, քանի որ հիմնականում բաղկացած է միկրոպլաստիկից։ Այս տարածաշրջանում մակերեսային ջրերում միկրոպլաստիկի կոնցենտրացիան 4 անգամ ավելի բարձր է, քան հայտնի խաղաղօվկիանոսյան մեծ աղբային բծում։ Սա խնդիրը չափազանց արդիական է դարձնում հենց Եվրոպայի բնակիչների համար։ Սակայն պլաստիկի ազդեցությունը չի սահմանափակվում միայն ափերով։ Բարձրանալով մթնոլորտ, օդային հոսանքները միկրո և նանոպլաստիկը տարածում են հազարավոր կիլոմետրեր դեպի մայրցամաքների խորքերը, որտեղ այն տեղումների հետ միասին թափվում է անձրևի և ձյան տեսքով։ Օրինակ, միկրոպլաստիկի տեղումներով թափվելը գրանցվել է Ֆրանսիական Պիրենեիներում։ Նման պատկեր է նկատվում Ալպերից մինչև Արկտիկա։ Այսինքն, միկրո և նանոպլաստիկն առկա է ոչ միայն ակտիվ տնտեսական գործունեության գոտիներում, այլև այն վայրերում, որոնք ավանդաբար համարվում էին գրեթե անաղարտ։ Ցամաքում անձրևի և ձյան հետ նստելով, այս մասնիկները կուտակվում են անտառներում, բույսերի վրա, գյուղատնտեսական հողերում։ Այնտեղ դրանք փոխազդում են բույսերի արմատային համակարգի հետ։ Միկրոպլաստիկ արդեն հայտնաբերվում է բանջարեղենի, մրգերի և հացահատիկային մշակաբույսերի մեջ։ Այնուհետև կերի հետ այն հայտնվում է գյուղատնտեսական կենդանիների օրգանիզմներում, և այն հայտնաբերվում է կաթի և մսի մեջ։ Այսինքն, պլաստիկն արդեն բառացիորեն ներկառուցվել է սննդային շղթաներում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ միկրոպլաստիկը կարող է դանդաղեցնել ֆոտոսինթեզը, ինչը հանգեցնում է հիմնական մշակաբույսերի բերքատվության կորստի, համաշխարհային մասշտաբով միջինը 4-ից 14%-ով։ Ձկների և ցամաքային կենդանիների մոտ միկրո և նանոպլաստիկն առաջացնում է բորբոքումներ, հյուսվածքների վնասվածքներ, նյութափոխանակության և օրգանների աշխատանքի խանգարումներ։ Սա արդեն պարզապես արտադրանքի որակի հարց չէ, այլ ընդհանուր առմամբ պարենային անվտանգության։ Այսպիսով, միկրո և նանոպլաստիկը պետք է դիտարկել ոչ թե որպես տեղական թափոնների խնդիր, այլ որպես մոլորակային մասշտաբի նոր ֆիզիկա-քիմիական գործոն։ Այս կապակցությամբ խնդրի լուծումը դուրս է գալիս թափոնների պարզ կառավարման շրջանակներից։ Այն պահանջում է վերանայել քաղաքականությունը հանրային առողջության, բնապահպանական կայունության և, ինչպես կլսենք հետագայում, կլիմայական ռիսկերի ոլորտներում։ Մեծ շնորհակալություն։ Խոսքը փոխանցում եմ Ջոն Անին։ Շնորհակալություն։
Այսպիսով, միկրո և նանոպլաստիկը բառացիորեն ամենուր է, մեր կերած սննդի մեջ, մեր խմած ջրի մեջ և մեր շնչած օդում։ Հայտնվելով արյան հոսքում, այս մասնիկները սկսում են շրջանառվել ամբողջ օրգանիզմով, ինչպես նշվում է Nature Medicine ամսագրի վերջին վերանայման հոդվածում, դրանք հայտնաբերվում են տարբեր հյուսվածքներում և օրգաններում, լյարդում, երիկամներում, սրտում, արյունատար անոթներում, ընկերքում և նույնիսկ կրծքի կաթում։ Բացի այդ մասնիկները կուտակվում են աղեստամոքսային տրակտում, թոքերում, էնդոկրին և վերարտադրողական համակարգերում, և այդ կուտակումը կապում են օրգանիզմի աշխատանքի հնարավոր խափանումների հետ։ Որպես քիմիական ճարտարագիտության ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող մարդ, ես այս տվյալները չափազանց տագնապալի եմ համարում։ Միկրո և նանոպլաստիկը մեր օրգանիզմ է ներթափանցում անընդհատ, սննդի, մաշկի հետ շփման և շնչառության միջոցով։ Մենք ենթարկվում ենք այդ ազդեցությանը շարունակաբար։ Ընդ որում, մասնիկների ներշնչումը կարող է լինել ամենավտանգավոր ուղին։ Համաձայն Չինաստանի արևելքում գտնվող մի առափնյա քաղաքում անցկացված հետազոտության, մարդը բացօթյա պայմաններում կարող է ներշնչել տարեկան մինչև 1 միլիոն միկրոպլաստիկի մասնիկ։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ ներշնչելիս այդ մասնիկները, հատկապես նրանք, որոնք ունեն մակերեսային էլեկտրական լիցք, կարող են հոտառական նյարդով տեղաշարժվել անմիջապես ուղեղ, որտեղ արդեն գրանցվել են դրանց չափելի կոնցենտրացիաներ։ Վերջին հետազոտություններից մեկում հենց ուղեղի հյուսվածքներում է հայտնաբերվել միկրո և նանոպլաստիկի ամենաբարձր կոնցենտրացիան։ Այս ցուցանիշները 7-ից 30 անգամ ավելի բարձր են, քան լյարդում և երիկամներում։ Նյու Մեքսիկոյի համալսարանի հետազոտողները հաշվարկել են, որ միջին տարիքի մարդկանց մոտ ուղեղի հյուսվածքի յուրաքանչյուր գրամի դիմաց բաժին է ընկնում մոտ 4900 միկրոգրամ պլաստիկ։ Սա կազմում է օրգանի ընդհանուր քաշի մոտավորապես կես տոկոսը։ Բացարձակ թվերով խոսքը մոտ 7 գրամի մասին է։ Որպեսզի հասկանաք, սա փոքր պլաստիկ գթալի քաշ է։ Եվ այստեղ կարևոր է ընդգծել. երեխաների համար իրավիճակը կարող է ավելի վտանգավոր լինել։ Մարմնի ավելի փոքր զանգվածի և 1 կիլոգրամ քաշի հաշվով օդի, ջրի և սննդի ավելի ինտենսիվ սպառման պատճառով երեխաները ստանում են պլաստիկի մի քանի անգամ ավելի մեծ չափաբաժին, որոշ գնահատականներով մինչև 4 անգամ ավելի բարձր, քան մեծահասակները։ Տրամաբանական հարց է առաջանում. արդյոք այդ մասնիկների ներքին կուտակումը կապված է առողջության համար չափելի հետևանքների հետ։ Եվրոպական նյարդաբանության ակադեմիայի տվյալներով, շրջակա միջավայրում միկրո և նանոպլաստիկի բարձր մակարդակ ունեցող առափնյա շրջանների բնակիչների մոտ ավելի հաճախ են նկատվում ֆունկցիոնալ խանգարումներ։ Մասնավորապես, ճանաչողական խանգարումների ցուցանիշները 9%-ով ավելի բարձր են, շարժունակության հետ կապված խնդիրները 6%-ով, ինքնասպասարկման դժվարությունները 16%-ով, իսկ ինքնուրույն կենցաղ վարելու անկարողությունը 8%-ով ավելի բարձր։ Թեև այս տվյալները չեն ապացուցում պատճառահետևանքային կապը, դրանք լիովին համընկնում են ազդեցության մեխանիզմների մասին նոր տվյալների հետ և վկայում են, որ պլաստիկի մասնիկները կարող են ներթափանցել ուղեղ, առաջացնել նյարդաբորբեր և խաթարել բջջային հոմեոստազը։ Սակայն միկրո և նանոպլաստիկի հնարավոր ազդեցությունը կապված է ոչ միայն հենց մասնիկների հետ։ Բացի ֆիզիկական առկայությունից, միկրո և նանոպլաստիկը վտանգավոր է նաև նրանով, որ այն փոխադրում է քիմիական հավելումներ, ինչպիսիք են ֆտալատները, բիսֆենոլները և պոլիբրոմացված դիֆենիլային եթերները։ 2015 թվականին միայն 3 այդպիսի հավելումներից առողջությանը հասցված վնասը գնահատվել է $1.5 տրիլիոն։ Եվ նկատի ունեցեք. պլաստիկի արտադրության մեջ օգտագործվում է ավելի քան 16,000 քիմիական միացություն, որոնցից շատերը ընդհանրապես չեն ստուգվել առողջության վրա երկարաժամկետ ազդեցության առումով։ Մեկ այլ կարևոր գործոն, որը կարող է նպաստել միկրո և նանոպլաստիկի կենսաբանական ազդեցությանը, նրա մակերեսային լիցքն է։ Պլաստիկի մասնիկները կուտակում և պահում են մակերեսային լիցքն օդում շփման պատճառով, սա այսպես կոչված տրիբոէլեկտրական էֆեկտ է, կամ ջրում և կենսաբանական հեղուկներում իոնների կլանման հաշվին։ Լիցքն ուժեղացնում է պլաստիկի փոխազդեցությունը բջիջների, օրգանելների և այնպիսի կենսամոլեկուլների հետ, ինչպիսիք են ԴՆԹ-ն և սպիտակուցները։ Որքան փոքր է մասնիկը, այնքան ավելի արտահայտված են մակերեսային փոխազդեցությունները և այնքան ավելի մեծ կարող է լինել կենսաբանական էֆեկտը։ Ինչպես ասված է վերջին գիտական հոդվածում, մակերեսային լիցքը առանցքային դեր է խաղում նրանում, թե որքան վտանգավոր է դառնում պլաստիկը էկոլոգիայի և առողջության համար։ Մեկ այլ կարևոր մեխանիզմ է ակտիվանում, երբ մասնիկները հայտնվում են կենսաբանական հեղուկներում։
Ինչպես նկարագրված է բազմաթիվ հետազոտություններում, միկրո և նանոպլաստիկն արագորեն պատվում է սպիտակուցներով, լիպիդներով և այլ մոլեկուլներով, ձևավորելով այսպես կոչված էկոպսակ։ Ինչպես ցույց է տրված սլայդում, մոլեկուլները կարծես կպչում են մասնիկին արյան հոսքում, ստեղծելով նրա շուրջը պատյան։ Եվ այս պատյանը փոխում է այն, թե ինչպես է մասնիկը ճանաչվում բջիջների և իմունային համակարգի կողմից։ Այն այլևս ընկալվում է ոչ թե որպես օտար նյութ, այլ ձեռք է բերում նոր կենսաբանական ինքնություն, որը որոշվում է իր մակերեսի հետ կապված մոլեկուլներով։ Արդյունքում, նման մասնիկները կարող են ավելի հեշտությամբ ներթափանցել բջիջների ներսը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ միկրո և հատկապես նանոպլաստիկն ի վիճակի է հաղթահարել օրգանիզմի գլխավոր պաշտպանական պատնեշները՝ աղիքային, թոքային, ընկերքային և արյունաուղեղային պատնեշները։ Հյուսվածքներում հայտնվելով, այդ մասնիկները վատ են դուրս բերվում և կարող են երկար ժամանակ պահպանվել այնտեղ։ Բացի այդ, միկրո և նանոպլաստիկը կարող է մեծացնել վիրուսների կայունությունը։ Վիրուսները բառացիորեն կպչում են պլաստիկի մասնիկներին։ Որոշ փորձարկումներում վիրուսային դոզայի մինչև 99% նստում էր դրանց մակերեսի վրա։ Այն վիրուսները, որոնք սովորական պայմաններում արագ մահանում են, պլաստիկի մակերեսի վրա մնում են ակտիվ մի քանի օր, իսկ առանձին դեպքերում մինչև մեկ շաբաթ։ Այս մակերեսին կպչելու շնորհիվ միկրո և նանոպլաստիկը կարող է հանդես գալ որպես վիրուսների փոխադրող, օգնելով նրանց ավելի երկար գոյատևել և ավելի հեշտ տարածվել։ Կարևոր է նշել, որ այդ մասնիկները գործում են նաև ուղղակի կենսաբանական ազդեցություն։ Լիցքավորված միկրո և նանոպլաստիկը կարող է խաթարել բջիջների նուրբ գործընթացները, որոնք անհրաժեշտ են բջիջների բնականոն գործունեության և գոյատևման համար։ Այն կարող է ազդել միջբջջային ազդանշանման վրա, գործարկել բջիջների ծրագրավորված մահվան մեխանիզմները և խաթարել միտոքոնդրիումների աշխատանքը, հետևաբար նաև բջիջների միջև էներգետիկ փոխանակումը։ Այս թեմայի մասին ավելի մանրամասն կպատմի Ալեքսանդր Մասնին։ Ալեքսանդրը կենսաքիմիկոս է, բնական գիտությունների մագիստրոս կենսաինֆորմատիկայի ոլորտում, ԱլլաTrA գլոբալ հետազոտական կենտրոնի գիտախորհրդատվական և հետազոտական խորհրդի ներկայացուցիչ։ Ալեքսանդր, ձեր խոսքը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մեծ պատիվ է այսօր այս թեմայի մասին խոսելը։ Եկեք դիտարկենք, թե ինչ է հայտնի նանոպլաստիկի մասնիկների գործողության և կենդանի բջջի ներսում էլեկտրաստատիկ լիցք կուտակելու նրանց ունակության մասին։ Ինչպես արդեն նշեց դոկտոր Անը, այսօր գոյություն ունեն նանոպլաստիկի ուղեղում հնարավոր կուտակման բազմաթիվ վկայություններ։ Բայց ինչ է տեղի ունենում այնտեղ, բջջային մակարդակում, նեյրոնների ներսում։ Սա ավելի լավ ցույց տալու համար մենք հիմա կդիտենք մի կարճ անիմացիա, որը սխեմատիկորեն ցույց է տալիս, թե ինչպես նանոպլաստիկի մասնիկների էլեկտրաստատիկ լիցքը կարող է ազդել կենդանի բջիջների վրա։ Եկեք նայենք նեյրոնային ազդանշանմանը։ Յուրաքանչյուր նեյրոն աշխատում է փոքրիկ մարտկոցի պես։ Այն պահպանում է էլեկտրական պոտենցիալի մի փոքր տարբերություն բջջի ներքին և արտաքին մասերի միջև։ Սա թույլ է տալիս նրան ազդանշաններ ուղարկել ճիշտ ժամանակին։ Իր հերթին, նեյրոնում լիցքավորված նանոպլաստիկի մասնիկները կարող են խաթարել այդ հավասարակշռությունը, և այդ դեպքում նեյրոնի աշխատանքում կարող են խափանումներ լինել։ Այն կարող է ակտիվանալ չափազանց շուտ կամ ճիշտ ժամանակին ազդանշան չուղարկել։ Եթե դա տեղի է ունենում բազմիցս, նեյրոնների միջև կապը դառնում է ոչ հստակ, ինչը կարող է ազդել ավելի մեծ նեյրոնային ցանցերի աշխատանքի վրա։ Յուրաքանչյուր նեյրոն շրջապատված է թաղանթով, որի մեջ կան փոքր անցումներ, այսպես կոչված իոնային ուղիներ։ Երբ նեյրոնին անհրաժեշտ է ազդանշան փոխանցել, այդ ուղիներից մի քանիսը բացվում են, թույլ տալով լիցքավորված մասնիկներին, իոններին, արագ ներթափանցել բջիջ կամ դուրս գալ դրանից։ Այս շարժումը փոխում է թաղանթի էլեկտրական պոտենցիալը և առաջացնում կարճ էլեկտրական իմպուլս։ Իմպուլսն անցնում է նեյրոնի երկայնքով և տեղեկատվություն փոխանցում այլ բջիջներին, այլ նեյրոններին։ Պլաստիկի մասնիկները կարող են խաթարել իոնային ուղիների բնականոն աշխատանքը։ Քանի որ դրանք կարող են կրել էլեկտրաստատիկ լիցք, նրանք կարող են փոխազդել այդ անցուղիների և մի փոքր փոխել դրանց կառուցվածքը։ Արդյունքում, անցուղիները կարող են բացվել ոչ այնպես, ինչպես պետք է, կամ մնալ բաց ավելի երկար, քան անհրաժեշտ է։ Սա խաթարում է ճշգրիտ էլեկտրական ազդանշանումը, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի ներսում ճիշտ հաղորդակցության համար։ Միկրո և նանոպլաստիկի վերաբերյալ կարևոր բացահայտումներից մեկը դարձավ բջջի ներսում միտոքոնդրիումների վրա ազդելու նրանց ունակությունը։
Միտոքոնդրիումները հաճախ անվանում են բջջի էներգետիկ կենտրոն։ Դրանք արտադրում են էներգիա, որն անհրաժեշտ է բջջին գործելու համար, ինչպես նաև օգնում են կարգավորել նյութափոխանակությունը, աճը եւ բջիջների բաժանումը օքսիդատիվ սթրեսի, բորբոքման եւ նույնիսկ բջիջների ծրագրավորված մահվան, ապոպտոզի ժամանակ։ Շատ փոքր չափի եւ էլեկտրոստատիկ լիցքի պատճառով նանոպլաստիկի մասնիկները կարող են ներթափանցել բջիջներ եւ նույնիսկ հասնել միտոքոնդրիումներին, խաթարելով դրանց բնականոն գործունեությունը։ Երբ միտոքոնդրիումները դադարում են ճիշտ աշխատել, բջիջն այլևս չի կարող արդյունավետորեն էներգիա արտադրել, կատարել իր գործառույթները եւ ապահովել կենսականորեն կարևոր գործընթացները։ 2025 թվականին անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ պլաստիկն օգնում է բակտերիաներին ձեռք բերել դիմադրողականություն հակաբիոտիկների նկատմամբ, ինչը հանգեցնում է ճգնաժամի, որը բժշկությունն այլևս ի վիճակի չէ վերահսկել։ Ինչու՞, որովհետև պլաստիկը բակտերիաների բազմացման իդեալական միջավայր է։ Երբ բակտերիաները շփվում են միկրոպլաստիկի մասնիկների հետ, նրանք կարող են ակտիվացնել էլեկտրոնների փոխանցման հետ կապված նյութափոխանակության գործընթաց։ Պարզ ասած, մենք կարող ենք պատկերացնել, որ պլաստիկի մասնիկները կարող են էլեկտրոններ փոխանակել բակտերիաների հետ եւ հանդես գալ որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր, մի տեսակ կուտակիչ։ Այս մեխանիզմը հայտնի է որպես արտաբջջային էլեկտրոնների փոխանցում։ Այսպիսով ստանալով լրացուցիչ էներգիա, բակտերիաները կարող են ավելի ինտենսիվ աճել, ավելի արագ բաժանվել եւ ձևավորել խիտ բազմաշերտ կենսաթաղանթներ։ Նման կենսաթաղանթները կարող են նվազեցնել հակաբիոտիկների ներթափանցումը եւ դժվարացնել վարակների բուժումը։ Միկրո եւ նանոպլաստիկի մարդու օրգանիզմի վրա կործանարար ազդեցության հետ կապված հիվանդությունների սպեկտրը լայն է, եւ կարեւոր է նշել, որ թեև մենք դեռ չենք անցկացրել երկայնական հետազոտություններ մարդկանց վրա, որոնք ցույց կտան միկրո եւ նանոպլաստիկի ուղղակի կապը կոնկրետ կլինիկական դրսևորումների հետ, կարելի է ասել, որ միկրո եւ նանոպլաստիկի առկայությունը օրգաններում արդեն հաստատված է։ In vitro մեխանիկական մոդելավորումը եւ կենդանիների վրա հետազոտությունները ցույց են տալիս, որ միկրո եւ նանոպլաստիկի պատճառով բջիջների վնասման կործանարար մեխանիզմները կենսաբանորեն հավանական են։ Ցանկանում եմ համառոտ անդրադառնալ մի քանի տեսակի խանգարումների, որոնք ներկայումս ցույց են տալիս առանձնապես արագ աճ եւ ընդգրկում են բնակչության զգալի մասը։ Նեյրոնների վնասումը կապված է ծանր, հաճախ անդառնալի վիճակների զարգացման հետ, ներառյալ էպիլեպսիա, ինսուլտ, Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդություններ եւ այլ նեյրոդեգեներատիվ խանգարումներ։ Նախկինում ես աշխատել եմ Ֆրաունհոֆերի հետազոտական ինստիտուտում, ուսումնասիրելով նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, ներառյալ Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդությունները եւ ինձ հատկապես լավ հայտնի է այդ խանգարումների բարդությունն ու սոցիալական ազդեցությունը, այնպես որ ինձ համար այս թեման առանձնահատուկ գիտական հետաքրքրություն է ներկայացնում։ Այնուհետև մենք տեսնում ենք, որ Ուտրեխտի համալսարանական բժշկական կենտրոնի հետազոտողների աշխատանքը ցույց տվեց, որ նանոպլաստիկի ազդեցությանը ենթարկված իմունային բջիջները մահանում են մոտ 3 անգամ ավելի արագ, քան նման ազդեցության չենթարկված բջիջները։ Եվ կան նաև բազմաթիվ այլ հետազոտություններ, օրինակ նանոպլաստիկի ազդեցությունը կապում են ասթմայի զարգացման եւ սրման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության առաջընթացի, թոքերի ֆիբրոզի, այսինքն թոքի առողջ հյուսվածքի սպիական հյուսվածքով փոխարինման եւ շնչուղիների չարորակ ուռուցքների բարձր ռիսկի հետ։ Պլաստիկի միկրո եւ նանոմասնիկներ են հայտնաբերվել աթերոսկլերոտիկ վահանիկներում, զարկերակների պատերի խիտ նստվածքներում, որոնք նեղացնում են արյունատար անոթները եւ կարող են խոչընդոտել արյան բնականոն հոսքին։ Դրանց առկայությունը հանգեցնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի բարձր ռիսկի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ քնային զարկերակների վահանիկներում սալիկներում միկրոպլաստիկ հայտնաբերելու դեպքում լուրջ անբարենպաստ սիրտ-անոթային իրադարձությունների եւ մահացության ռիսկն աճում է մոտ 4-5 անգամ։ Հիմնական մեխանիզմը կարող է լինել նանոպլաստիկի ազդեցությամբ առաջացած միտոքոնդրիալ դիսֆունկցիան, միտոքոնդրիալ ԴՆԹ-ում մուտացիաների կուտակումը զուգորդված բջիջների մահվան ծրագրավորված ուղիների խաթարման հետ, նվազեցնում է օրգանիզմի վնասված բջիջները ոչնչացնելու ունակությունը եւ մեծացնում չարորակ փոխակերպման քաղցկեղի հավանականությունը։ Լաբորատոր կենդանիների վրա փորձարարական հետազոտությունները ցույց են տվել, որ միկրո եւ նանոպլաստիկը կարող է կուտակվել ամորցիներում, առաջացնել տեստոստերոնյան բավարարություն եւ խաթարել սպերմատոգենեզը։ Միկրոպլաստիկի քրոնիկ ազդեցությանը ենթարկված կենդանիների մոտ էրեկտիլ դիսֆունկցիան դրսևորվել է արդեն առաջին ամսվա ընթացքում։ Ոչ պակաս տագնապալի արդյունքներ են վերաբերում նաեւ կանանց պտղաբերությանը։ 2025 թվականին անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ հետազոտված 18 կանանցից 14-ի ձվարանների ֆոլիկուլյար հեղուկում հայտնաբերվել են միկրոպլաստիկի մասնիկներ, որոնց միջին կոնցենտրացիան գերազանցում էր 2000
մասնիկը 1 մլ. Այս տվյալները վկայում են, որ միկրո և նանոպլաստիկն ազդում է կյանքի ամենավաղ փուլերի վրա։ Նույնիսկ բեղմնավորումից առաջ մենք նաև նկատում ենք ճանաչողական ունակությունների ընդհանուր անկում։ Տարիքային քրոնիկ հիվանդություններն ավելի ու ավելի հաճախ են ախտորոշվում երիտասարդ մարդկանց մոտ, և վերջին, բայց ոչ պակաս կարևորը, վերարտադրողական ունակությունը գնալով նվազում է, բեղմնավորման և առողջ երեխաներ ունենալու ունակությունը անընդհատ նվազում է։ Ամփոփելով, կարելի է ասել, որ միկրո և նանոպլաստիկն այլևս չի կարելի դիտարկել պարզապես որպես շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր։ Հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ այն միջամտում է մարդկային կյանքի հիմնարար մեխանիզմին, այսպիսով, վտանգի տակ է ոչ միայն մեր ներկա վիճակը, այլև ապագա սերունդների բարեկեցությունը։ Այս թեման հիմա կշարունակի պրոֆեսոր Ռագուզան, ով կպատմի պլաստիկի ազդեցության մասին երեխաների առողջության վրա։ Ջոնը կներկայացնի դոկտոր Ռագուզային, իսկական առաջամարտիկին այս ոլորտում, և դոկտոր Ռագուզան կպատմի մեզ կիբերերեխաների հայեցակարգի մասին, ընկերքում միկրո և նանոպլաստիկի առկայության և վերարտադրողական ֆունկցիայի վրա դրա ազդեցության մասին։ Շատ շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, պատիվ ունեմ ձեզ ներկայացնել մի գիտնականի, ում հետազոտությունները առաջ են մղել մեր պատկերացումները այն մասին, թե որքան խորն է պլաստիկով աղտոտվածությունը ներթափանցել կյանքի բուն հիմքերը։ Պրոֆեսոր Անտոնիո Ռագուզան իտալացի բժիշկ է, մանկաբարձ գինեկոլոգ, հետազոտող, ով առաջինը հայտնաբերեց միկրոպլաստիկի մասնիկներ մարդու ընկերքում։ Այս հայտնագործությունը, որը հրապարակվել է 2021 թվականին, դարձավ շրջադարձային կետժամանակակից հետազոտություններ պրոֆեսոր Ռագուզայի և նրա թիմի կատարած աշխատանքը ցույց տվեց, որ պլաստիկի մասնիկները կարող են ներթափանցել այն վայրերը, որոնք նախկինում համարվում էին կենսաբանորեն պաշտպանված, այսինքն ուղիղ այնտեղ, որտեղ ծնվում է նոր կյանքը։ Նրա հետազոտությունը գրավեց միջազգային հանրության լայն ուշադրությունը։ Այն եզրակացությունները, որ պլաստիկի մասնիկները կարող են առկա լինել ընկերքում և, հետևաբար, զարգացող պտղի մեջ, խոր մտահոգություն են առաջացնում գիտնականների և հասարակության շրջանում։ Մանրադիտակային պլաստիկը, որն առկա է օվկիանոսներում և շրջակա միջավայրում, այժմ հայտնաբերվել է նաև զարգացող մարդու օրգանիզմում։ Խնդրում եմ ողջունել պրոֆեսոր Անտոնիո Ռագուզային։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ներողություն եմ խնդրում, բայց նախընտրում եմ խոսել իտալերեն։ Դա իմ մայրենի լեզուն է, ինձ համար շատ ավելի հեշտ է արտահայտել մտքերս, մանավանդ որ այստեղ կազմակերպված է սինխրոն թարգմանություն։ Ցավոք, մի քանի տարի առաջ մենք հայտնաբերեցինք, որ պլաստիկն առկա է մարդկային ընկերքում։ Մի փոքր շեղվեմ թեմայից։ Այստեղ տեսնում եք պլաստիկի բեկորների լուսանկարներ, որոնք գտնվել են մարդու ընկերքում։ Այս համառոտ շեղումը պետք է ցույց տա ձեզ, որ նույն պլաստիկը, որը լողում է օվկիանոսներում և ծովերում, գտնվում է նաև ամնիոտիկ հեղուկում և մեր երեխաների մեջ։ Դա միևնույն պլաստիկն է, քանի որ երկրի վրա ամեն ինչ փոխկապակցված է և փոխազդում միմյանց հետ։ Երբ մենք կատարեցինք այս հայտնագործությունը և հրապարակեցինք այն, լուրը տարածվեց ամբողջ աշխարհով։ Այն հետաքրքրեց շատ լրատվամիջոցների։ Մենք ներմուծեցինք կիբորգ երեխաներ տերմինը։ Ինչու՞։ Որովհետև այս երեխաներն արդեն կազմված են ոչ միայն օրգանական նյութից, այլև ոչ օրգանականից։ Այս սահմանումն արդեն ամրագրվել է միջազգային գրականության մեջ։ Հետագայում հայտնվեցին բազմաթիվ հաստատումներ, որ պլաստիկը գտնվում է արգանդի ներսում և պտղի ընկերքում։ Մենք նաև ստուգեցինք, արդյոք այն առկա է կրծքի կաթում, և ցավոք հայտնաբերեցինք այն նաև այնտեղ։ Շատ կազմակերպություններ մտահոգվեցին և սկսեցին ասել. «Ուրեմն հիմա մայրերը չպետք է կրծքով կերակրեն երեխաներին»։ Ոչ։ Կրծքի կաթը մնում է անփոխարինելի, նույնիսկ եթե այն պարունակում է պլաստիկ։ Դա լավագույն սնունդն է մեր երեխաների համար, քանի որ արհեստական խառնուրդները պարունակում են ավելի շատ պլաստիկ, քան կրծքի կաթը։ Այնպես որ, այլ տարբերակ չկա։ Միակ լուծումը պլաստիկի քանակի նվազեցումն է, որը մայրերը օգտագործում են հղիության ընթացքում։
Գոյություն ունեն մեթոդներ, կայանքներ եւ վարքագծի մոդելներ, որոնք կարելի է ներդնել ձեր կյանքում իրավիճակը բարելավելու եւ սպառվող պլաստիկի քանակը նվազեցնելու համար։ Ահա ջրաներկ նկար։ Այն նման է լուսանկարի, բայց դա ջրաներկ է, արված մեր ժամանակների ամենամեծ վարպետի կողմից, որը մասամբ ոգեշնչված էր մեր հետազոտություններով։ Ես կարծում եմ, որ նման նուրբ հարցերում գիտելիքները չպետք է մնան գիտնականների արտոնությունը։ Դրանք պետք է հայտնի դառնան բոլոր մարդկանց։ Ուստի պետք է փոխգործակցել լրագրողների, արվեստի գործիչների հետ։ Պետք է, որ այս թեման դուրս գա համալսարանական լսարաններից։ Այն բանից հետո, երբ մենք հայտնաբերեցինք պլաստիկը ընկերքում եւ կրծքի կաթում, մենք հարց տվեցինք. որտեղ է այն գտնվում ընկերքում, որտեղ է այն տեղայնացված, եւ մենք որոշեցինք նրա գտնվելու վայրը։ Ինչպես երևում է լուսանկարում, այն գտնվում է ընկերքի բջիջների ներսում միտոքոնդրիումների, որոնց մասին արդեն խոսվել է, եւ էնդոպլազմատիկ ցանցի կողքին։ Մենք հայտնաբերեցինք, որ որքան պլաստիկը մոտենում է միտոքոնդրիումներին եւ էնդոպլազմատիկ ցանցին, այնքան այս փոքրիկ ներբջջային օրգանելները ձևաբանորեն դեֆորմացվում են։ Նրանց ձևը փոխվում է։ Եվ տարօրինակ է, պլաստիկը չի ներթափանցում բջջի կորիզ։ Դեռ պարզ չէ, թե ինչու է այն կանգ առնում ցիտոպլազմայում, նրա ծայրամասային մասում։ Նայեք Մարիա Մատտայի այս հրաշալի նկարազարդմանը, ով աշխատում էր ինձ հետ այս հետազոտության վրա։ Ձախ կողմում տեսնում եք իդեալական կազմակերպված ցիտոպլազմայով բջիջ։ Միտոքոնդրիումներ, ցանց, ամեն ինչ իր տեղում։ Իսկ աջ կողմում միկրոպլաստիկով գրավված, ավելի ճիշտ վարակված բջիջ։ Ես ասում եմ վարակված, որովհետև պլաստիկն իրեն պահում է միկրոօրգանիզմի պես, այն կարծես վարակում է։ Մենք տեսնում ենք լիակատար անարխիայի վիճակ։ Բջջի կառուցվածքը լիովին աղավաղված է։ Իսկ ահա մկների վրա կատարված շատ հետաքրքիր փորձերի արդյունքները։ Դրանք ցույց են տալիս, որ միկրոպլաստիկի ազդեցությունը դանդաղեցնում է բթխի աճը։ Դուք կարող եք ասել. դե լավ, Ռագուզա, սրանք մկներ են։ Առանց նրանց էլ կարելի է։ Բայց իրականում ամեն ինչ այդպես չէ, քանի որ մարդկանց մոտ նույնպես ընկերքում հայտնաբերված պլաստիկի քանակը հակադարձ համեմատական է բթխի աճին։ Այսինքն, որքան շատ է պլաստիկը, այնքան փոքր են նորածինները մարմնով, այնքան փոքր է նրանց ուղեղը եւ գլխի չափը։ Եվ սրանք մարդկանց, այլ ոչ թե մկների վերաբերյալ տվյալներ են։ Ավելին, մարդկային ընկերքում պլաստիկի քանակն ուղղակիորեն կապված է վաղաժամ ծննդաբերությունների հետ, մարդկության գլխավոր աղետներից մեկի։ Ցուցանիշները տարբերվում են կախված երկրից եւ նրա զարգացման մակարդակից, բայց ներկայումս աշխարհում մոտ 10% երեխաներ ծնվում են վաղաժամ։ Սա ամբողջ աշխարհում մանկական հաշմանդամության գլխավոր պատճառն է։ Եվ այս հաշմանդամությունն ուղղակիորեն կապված է նրա հետ, թե որքան պլաստիկ է եղել մոր ընկերքում։ Այլ հիվանդություններ, օրինակ, այնպիսի լուրջ հիվանդություն, ինչպիսին է խոլեստազը, նույնպես կապված են ընկերքում պլաստիկի քանակի հետ, ինչպես նաև բթխի հիպոքսիան հաղթահարելու անկարողության հետ։ Հնարավոր է, դուք դա չգիտեք, քանի որ դուք մանկաբարձներ չեք, ինչպես ես, բայց ծնվելու համար երեխան պետք է անցնի մի տեսակ վտանգավոր ճանապարհորդություն, որտեղ նա բախվում է հիպոքսիայի հետ։ Այսպիսով, որքան շատ է պլաստիկը ընկերքում եւ ամնիոտիկ հեղուկում, այնքան քիչ են երեխայի հնարավորությունները հաջողությամբ հաղթահարելու այս փորձությունը։ Ցավոք, Հավայան կղզիներում անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես է կտրուկ աճել ընկերքում պլաստիկի քանակը։ Եթե նայենք պլաստիկի մակարդակին այն ժամանակներում, երբ ես ծնվել եմ, դա 1960 ականներն են, ապա, բարեբախտաբար, իմ մոր ընկերքում այն քիչ է եղել։ Բայց ժամանակի ընթացքում այդ քանակը կտրուկ աճել է։ Սրանք այն կենսաքիմիական մեխանիզմներն են, որոնք արդեն նշվեցին, որոնց միջոցով պլաստիկը վնաս է հասցնում մարդու օրգանիզմին։ Այժմ ժամանակ չունենք բոլորը մանրամասնորեն վերլուծելու, բայց խոսքը բորբոքման, ցիտոտոքսիկության եւ բջիջների մահվան մասին է։ Երբ դա տեղի է ունենում արգանդի ներսում, դա հանգեցնում է էպիգենետիկ փոփոխությունների, այսինքն փոխվում է մեր կյանքը։ Այսպիսով, պլաստիկն ի վիճակի է փոխել մեր կյանքը դեռևս մոր արգանդում։ Եվ դա փոխում է այն։ Այստեղ, օրինակ, տեսնում եք Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները, որոնց մասին մենք ավելի վաղ խոսեցինք։ Բայց կա ևս մեկ կետ, որի մասին ինձ համար հատկապես կարևոր է ասել, դա գիրությունն է։ Գիրությունը դարձել է զանգվածային երևույթ վերջին 40-ից 50 տարիներին, քանի որ երբ ես երեխա էի, գիրություն գործնականում չէր հանդիպում։
Ես սովորում էի դպրոցում, որտեղ կար ավելի քան 400 աշակերտ, եւ միայն 2-ն էին տառապում գիրությամբ։ Այսօր, եթե նայենք մանկական գիրության վիճակագրությանը, կարող ենք տեսնել, որ որոշ երկրներում, օրինակ Մեքսիկայում, երեխաների 30%-ը տառապում է գիրությամբ։ Ահա այն մեխանիզմները, որոնց միջոցով պլաստիկը նպաստում է գիրության զարգացմանը։ Այստեղ տեսնում եք գիրության աճը տարբեր երկրներում վերջին տարիներին։ Եվ այս սլայդը շատ ցուցիչ է, այն ցույց է տալիս, որ պլաստիկի քանակը, որը մենք նետում ենք շրջակա միջավայր, ուղիղ համեմատական է գիրության մակարդակին, այսինքն մեր փորերի աճին։ Սա շատ հետաքրքիր է, քանի որ պլաստիկն ունի օբեզոգեն էֆեկտ, այսինքն գիրություն հրահրող գործոն։ Եթե վերցնենք որևէ հիվանդություն, որի տարածվածությունը կտրուկ աճել է վերջին տարիներին, գրեթե բոլորը փոխկապակցված են պլաստիկի հետ։ Սրանք բարդ պաթոլոգիաներ են։ Գիրությունը բարդ խնդիր է։ Այն կախված է ոչ միայն պլաստիկից, բայց պլաստիկը խորացնում է այս գործընթացը։ Մենք հարց տվեցինք. ինչպես է կոնկրետ պլաստիկը նպաստում մարդու քաշի ավելացմանը։ Սա տարօրինակ է հնչում, քանի որ պլաստիկում կալորիաներ չկան։ Ուրեմն ո՞րն է մեխանիզմը։ Իրականում ամեն ինչ պարզ է բացատրվում։ Մենք փորձ անցկացրինք։ Արհեստականորեն վարակեցինք ընկերքի որոշ բջիջներ պլաստիկով և դիտարկեցինք, թե ինչ է տեղի ունենում դրանց հետ։ Մենք տեսանք ճիշտ նույն փոփոխությունները, ինչ սովորական ընկերքներում, այսինքն նրանցում, որոնք չեն ենթարկվել մեր արհեստական ազդեցությանը։ Այժմ էկրանին տեսնում եք մեր բջջի միկրոլուսանկարը։ Բջջի ներսում, նրա ցիտոպլազմայում, ցլակներով նշված են բազմաթիվ լուսավոր գնդեր։ Դա հենց միկրոպլաստիկն է։ Մասնիկները կուտակվում են միասին ճիշտ այնպես, ինչպես դա անում են վիրուսները կամ բակտերիաները և ունեն նման չափսեր։ Մեր հայտնաբերածները մոտ 10 միկրոն էին, այսինքն շատ նման էին չափերով։ Բջիջը դրանք ընդունում է որպես վիրուսներ, բակտերիաներ կամ անտիգեններ և սկսում է ակտիվանալ, փորձելով ոչնչացնել դրանք։ Բայց ոչնչացնել չի կարող, քանի որ պլաստիկն անոչնչացնելի է։ Արդյունքում բջիջը փոխվում է և խախտվում է նրա նորմալ արձագանքելու ունակությունը, քանի որ այն չի կարող ազատվել այդ մասնիկներից։ Այն չի կարող ոչ դուրս հանել այդ մասնիկները ցիտոպլազմայից, ոչ ոչնչացնել դրանք, ինչպես դա անում է բակտերիաների և վիրուսների հետ։ Եվ ամեն ինչ այն պատճառով, որ բջիջը պարզապես չի ճանաչում այդ մասնիկները։ Հավանաբար կպահանջվեն էվոլյուցիայի միլիոնավոր տարիներ, մինչև այն կսովորի ճանաչել պլաստիկը և ինչ-որ կերպ հաղթահարել այն։ Ինչպես գիտեք և ինչպես արդեն այստեղ ասվել է, պլաստիկի քանակը, որը մենք նետում ենք շրջակա միջավայր, պարզապես հսկայական է։ Ես սոցիոլոգ չեմ և միանշանակ հոգեբան չեմ, բայց այս խնդրի ուսումնասիրության տարիների ընթացքում ես ձևավորել եմ որոշակի պատկերացումներ այն մասին, թե ինչու ենք մենք, մարդիկս, այդքան հիմար վարվում։ Ամեն ինչ լցնում ենք պլաստիկով, դրանով իսկ քայքայելով շրջակա միջավայրը մեր երեխաների և թոռների համար։ Կան մի քանի պատճառներ, որոնք ես նկարագրում եմ իմ աշխատանքում։ Այժմ ժամանակ չունենք դրանց մեջ մանրամասնորեն խորանալու, բայց եթե հակիրճ, ամեն ինչ նրանում է, որ միլիոնավոր տարիների ընթացքում, ոչ թե հազարավոր, ոչ թե տասնյակ հազարավոր, այլ հենց միլիոնավոր մարդն ընկալում էր շրջակա միջավայրը որպես թշնամի։ Եվ իրոք, միլիոնավոր տարիների ընթացքում բնությունը թշնամի էր։ Պատկերացրեք նախնադարյան տղամարդուն կամ կնոջը, ովքեր հայտնվել են Բորնեոյի անտառներում։ Առանց գիտության, առանց գործընթացների ըմբռնման, չկարողանալով ոչ կարդալ, ոչ գրել։ Նման մարդու համար բնությունը, հավանաբար, բավականին վախեցնող էր թվում։ Եվ այս ընկալումը մենք յուրացրել ենք, ներծծել ենք մեր մեջ, ուստի մինչ օրս ի վիճակի չենք իսկապես պաշտպանել աշխարհը, որը շրջապատում է մեզ։ Սա իմ վերջին սլայդն է։ Այս աշխատանքում ես զուգահեռ եմ անցկացնում օվկիանոսի ջրի և մարդու ամնիոտիկ հեղուկի միջև։ Համաչափությունները, անալոգիաները և նմանությունները պարզապես ապշեցուցիչ են։ Աղերի, մագնիումի, կալիումի, կալցիումի և այլնի կոնցենտրացիան։ Այս երկու հեղուկները գրեթե նույնական են։ Ուստի, երբ մենք պլաստիկ շիշ ենք նետում լողափում, դա նույնն է, ինչ մենք այն նետում ենք ուղիղ մոր արգանդի մեջ։ Քանի որ բոլոր միջավայրերը փոխկապակցված են, մենք բոլորս միասնական, անքակտելի ցանց ենք։ Կարող ենք ինչ-որ բան անել։ Այո, կարող ենք։ Մտածեք սրա մասին։ Աշխարհում ամբողջ պլաստիկի կեսից ավելին արտադրվում է ընդամենը 20 ընկերությունների կողմից։ Ընդամենը 20 ընկերություն ստանում են առասպելական շահույթ, իսկ դրա դիմաց վճարում ենք մենք, նրանք, ովքեր որևէ օգուտ չեն ստանում դրանից։ Ուստի, նույնիսկ օրենսդրական տեսանկյունից միջամտությունը միանգամայն իրական է, թեև դա հեշտ չէ։
Ես կարծում եմ, որ քանի որ այսօրվա աշխարհը ղեկավարում է տնտեսությունը, այլ ոչ թե քաղաքականությունը, մենք պետք է անենք այնպես, որ մեր մոլորակի պահպանումը դառնա տնտեսապես ձեռնտու։ Նման մեխանիզմներ գոյություն ունեն, եւ ես դրանք նկարագրում եմ իմ աշխատանքում։ Դրանք ամենապարզը չեն, բայց սա մեր հնարավորությունն է փոխել աշխարհը։ Ես կավարտեմ իմ ելույթը այս վերջին, շատ ուժեղ սլայդով։ Հնարավոր է չգիտեիք, բայց այսօրվա դրությամբ ծովային կրիաների մահվան հիմնական պատճառը հենց պլաստիկն է։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն, դոկտոր Ռագուզա։ Մինչ այս պահը մենք քննարկում էինք, թե ինչպես է միկրո եւ նանոպլաստիկը փոխազդում մարդու բջիջների հետ եւ ինչպես է դրանք քայքայում։ Հիմա եկեք դիտարկենք, թե ինչպես է նույն լիցքավորված մասնիկների ազդեցությունը տարածվում մարդու մարմնի սահմաններից դուրս, օվկիանոսների, մթնոլորտի եւ կլիմայական համակարգերի վրա։ Այս թեման խորացնելու համար թույլ տվեք ներկայացնել ձեզ դոկտոր Յան Կարային Ալլատրա գլոբալ հետազոտական կենտրոնից։ Նա դոկտորի աստիճան է ստացել դիսկրետ մաթեմատիկայի եւ ալգորիթմների բնագավառում Պրահայի Կարլովի համալսարանում։ Նրա հետազոտությունների կիզակետում են բնական աղետները, գեոդինամիկական փոփոխությունները եւ միկրո ու նանոպլաստիկի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Դոկտոր Կարա, ձեր խոսքը։ Շնորհակալություն։ Միկրո եւ նանոպլաստիկի ազդեցությունը կլիմայի վրա այժմ ակտիվ հետազոտության ոլորտ է, բայց մի փաստ մենք արդեն հաստատ գիտենք։ Միկրո եւ նանոպլաստիկն իսկապես ազդում է ջրի շրջապտույտի վրա։ Իսկ ինչով է դա դրսևորվում։ Օդում ջրային գոլորշին ինքնին անձրևի կաթիլների չի վերածվում։ Դրա համար անհրաժեշտ են մասնիկներ, որոնց շուրջը այն կխտանա, այսպես կոչված կոնդենսացիայի միջուկներ։ Բնության մեջ այդ դերը սովորաբար կատարում են փոշու, ծովային աղի, մրի կամ այլ աերոզոլների մասնիկները, ինչպես արդեն ասաց Աննան, այժմ օդում պարունակվում են նանոպլաստիկի հսկայական քանակություն, իսկ Nature ամսագրում հրապարակված հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտում այդ պլաստիկի մասնիկները գործում են որպես ջրային գոլորշու խտացման միջուկներ, երբ օդում այդպիսի միջուկներն ավելի շատ են լինում, ջրի միևնույն ծավալը բաշխվում է ավելի մեծ քանակությամբ կաթիլների միջև։ Դրա պատճառով սկզբում կաթիլներն ավելի մանր են ստացվում եւ նրանց ավելի շատ ժամանակ է հարկավոր անձրևի տեսքով թափվելու համար անհրաժեշտ չափի հասնելու համար, բայց ի վերջո, երբ անձրևն այնուամենայնիվ սկսվում է, այն շատ ավելի էքստրեմալ է դառնում։ Պարզապես այն պատճառով, որ ամպում ընդհանուր առմամբ ավելի շատ ջուր է կուտակվել, այսպիսով, եթե նանոպլաստիկի խտությունը բավականաչափ բարձր է, ապա այն սկզբում հրահրում է երաշտի ձգձգված շրջաններ, որին հաջորդում են հզոր տեղատարափ անձրևներ, որոնք ունակ են հեղեղումներ առաջացնելու։ Նույն ձևով նանոպլաստիկն ազդում է նաև կաթիլների սառեցման գործընթացի վրա։ Սովորական պայմաններում մաքուր ջրի կաթիլները սառչում են մոտ Ցելսիուսի -38 աստիճան ջերմաստիճանում, սակայն Փենսիլվանիայի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նանոպլաստիկով աղտոտվածության դեպքում կաթիլները սառչում են արդեն Ցելսիուսի -18-ից -24 աստիճան ջերմաստիճանում, եւ քանի որ անձրևի կաթիլներն ավելի բարձր ջերմաստիճաններում են սառչում, կարկուտը սկսում է ձևավորվել ավելի փոքր բարձրությունների վրա։ Հենց այդ պատճառով է, որ նանոպլաստիկով աղտոտվածությունը հանգեցնում է նրան, որ կարկուտն ավելի հաճախ է տեղում, իսկ կարկտահատիկներն ավելի խոշոր են դառնում։ Այս սլայդում ներկայացված են գրաֆիկներ եվրոպական վտանգավոր եղանակային երևույթների տվյալների բազայից European Severe Weather Database։ Դրանցում երևում է, թե ինչպես է վերջին 20 տարիների ընթացքում Եվրոպում աճել խոշոր եւ շատ խոշոր կարկուտի տեղումների հաճախականությունը։ Այստեղ կարող եք տեսնել նաև հենց կարկտահատիկների լուսանկարները, երկարաժամկետ միտումները դիտարկելիս, Եվրոպայում խոշոր կարկուտի տեղումների հավանականությունն աճում է մոտ 20%-ով յուրաքանչյուր տասնամյակում, սկսած 90-ականներից։ Նմանապես, այստեղ ցույց է տրված, թե ինչպես է վերջին 30 տարիների ընթացքում Եվրոպայում աճել հորդառատ անձրևների հավանականությունը։ Այս աղետները զգալի վնաս են հասցնում, եւ նանոպլաստիկը, ըստ երևույթին, նպաստում է նման էքստրեմալ երևույթների հաճախացմանը առաջացման վրա, ինչը հանգեցնում է փոթորիկների, ամպրոպների եւ այլ ավերիչ բնական երևույթների ուժեղացմանը։ Եվ քանի որ լիցքավորված միկրո եւ նանոպլաստիկի մասնիկների ազդեցությունը հաշվի չի առնվում ներկայիս մոդելներում, միանգամայն հնարավոր է, որ դա նաև հանգեցնում է եղանակի կանխատեսման եւ կլիմայի մոդելավորման ավելի մեծ սխալի։ Հիմա եկեք մթնոլորտից անցնենք օվկիանոս։ Օվկիանոսն ու մթնոլորտը միասնական կլիմայական համակարգ են։ Ջուրն օժտված է ջերմության հսկայական ծավալներ կլանելու յուրահատուկ ունակությամբ, պարզապես համեմատության համար։
Ընդամենը 10 մետր հաստությամբ օվկիանոսի շերտն ի վիճակի է ավելի շատ ջերմություն կլանել, քան Երկրի ողջ մթնոլորտը։ Օվկիանոսը ջերմություն է կլանում ցերեկը և վերադարձնում գիշերը, դրանով իսկ հարթեցնելով ջերմաստիճանի տատանումները։ Այսպիսով, օվկիանոսը առանցքային դեր է խաղում մոլորակի կլիմայական կայունության պահպանման գործում, աշխատելով որպես մի տեսակ հսկա բնական օդորակիչ։ Բացի այդ, օվկիանոսը հեռացնում է ջերմությունը տեկտոնական թիթեղներից և փոխանցում մթնոլորտ։ Մեր վարկածն այն է, որ օվկիանոսի միկրո և նանոպլաստիկով զանգվածային աղտոտվածությունը խաթարում է սառեցման այս նուրբ մեխանիզմը։ Նանոպլաստիկի մասնիկները օվկիանոսում կենտրոնանում են 3 հիմնական շերտերում՝ հատակին, մակերևույթին և մեջտեղում, թերմոքլայնի գոտում, որտեղ կտրուկ փոխվում է ջերմաստիճանը, հետևաբար նաև ջրի խտությունը։ Մակերևութային լիցք ունեցող պլաստիկ մասնիկները փոխազդում են ջրի մոլեկուլների հետ ջրածնային կապերի մակարդակով։ Սա փոխում է ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ինչը հավանաբար դանդաղեցնում է ջերմության վերադարձը մթնոլորտ և որպես հետևանք նպաստում է գերտաքացման գոտիների ստեղծմանը հենց օվկիանոսի ներսում։ Մենք ենթադրում ենք, որ օվկիանոսում միկրո և նանոպլաստիկի կոնցենտրացիան արդեն բավարար է նրա ներքին ջերմափոխանակության վրա ազդելու համար։ Սա իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ Երկրի ընթերքից ավելի քիչ ջերմություն է հեռացվում, իսկ լիթոսֆերային թիթեղներն ավելի վատ են սառչում։ Ինչպես երևում է գրաֆիկից, մեր օվկիանոսների ջերմաստիճանը աճում է աննախադեպ տեմպերով, փաստորեն։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում օվկիանոսի տաքացման արագությունը թռիչքաձև աճել է 450%-ով, ընդ որում կարևոր է նշել. Օվկիանոսը տաքանում է ոչ միայն մակերևույթին մոտ, որտեղ այն ջերմություն է ստանում արևից և մթնոլորտից, իրականում, խառնման արդյունքում մակերևութային տաքացումն ազդում է միայն վերին 700 մետրի վրա, սակայն, ինչպես երևում է ջերմաստիճանային պրոֆիլի տվյալներից, մոտավորապես 2017 թվականից ի վեր օվկիանոսի ամբողջ հաստույթը, մինչև գրեթե 2000 մետր խորությունը, մնում է անոմալ տաք։ Այսպիսով, որն է օվկիանոսի նման ինտենսիվ տաքացման պատճառը, համաձայն մեր վարկածի, որը մենք հենց նոր քննարկեցինք, առաջին պատճառը միկրո և նանոպլաստիկի կոնցենտրացիան է։ 20-րդ դարի կեսերից օվկիանոս թափվող պլաստիկ աղբի ծավալները կտրուկ աճում են, և այդ ամբողջ պլաստիկը քայքայվում է միկրո և նանոմասնիկների, և հենց այդ նույն ժամանակահատվածում մենք դիտարկում ենք օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի անշեղ աճ։ Մեզ, եվրոպացիներիս համար, սա հատկապես արդիական խնդիր է։ Միջերկրական ծովի միկրոպլաստիկով աղտոտվածությունն աշխարհում ամենաուժեղներից մեկն է։ Այն 7 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը և 4 անգամ ավելի բարձր է, քան Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում, տարածաշրջանում, որը տխրահռչակ է իր պլաստիկ աղբով, ուստի միանգամայն հնարավոր է, որ հենց միկրո և նանոպլաստիկով աղտոտվածությունն արդեն իսկ լուրջ ներդրում ունի Եվրոպայում մեր դիտարկած հորդառատ անձրևների, խոշոր կարկուտի, տորնադոների և այլ էքստրեմալ եղանակային երևույթների հաճախացման գործում։ Սակայն ջերմաստիճանն ու անոմալիաների քանակն աճում են ոչ միայն Եվրոպայում։ Ինչպես տեսնում եք գրաֆիկի վրա, 2025 թվականը դարձավ դիտարկումների պատմության մեջ երրորդ ամենաշոգ տարին, մի փոքր զիջելով երկրորդ ամենատաք տարվան՝ 2023-ին։ Նմանապես, օվկիանոսում կուտակված ջերմության քանակն, այսպես կոչված օվկիանոսի ջերմապարունակությունն, աճել է 23 զետաջոուլով, պարզապես մասշտաբները հասկանալու համար։ Սա համարժեք է էներգիայի այն ծավալին, որը ողջ մարդկությունը կարտադրել 37 տարվա ընթացքում։ Ավանդաբար այս տաքացումը վերագրում են մարդածին ջերմոցային գազերի արտանետումներին։ Սակայն վերջին տարիներին տաքացման արագընթաց տեմպերը զգալիորեն գերազանցում են մեր կլիմայական մոդելների կանխատեսումները։ Թույլ տվեք մեջբերել ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն դոկտոր Գևին Շմիդտին։ Երկարաժամկետ միտումները մեզ համար հասկանալի են, դրանք պայմանավորված են ջերմոցային գազերով և մարդածին ազդեցությամբ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականին, դա եղել է դրանք, գումարած ինչ-որ այլ բան, և այդ ինչ-որ այլ բանը շատ ավելի մեծածավալ է, քան մենք սպասում էինք կամ առայժմ կարող ենք բացատրել։ Սա հիանալի կերպով ցույց է տալիս, թե որքանով են ավանդական կլիմայաբանները տարակուսած մեր մոլորակի վերջին շրջանում դիտարկվող արագընթաց տաքացման առաջ։ Ինչպես տեսնում եք, տաքացումը շարունակվում է նաև 2025 թվականին։ Ահա այս գրաֆիկներում, որոնք վերցված են հունվարի 9-ին Advances in Atmospheric Sciences ամսագրում հրապարակված հետազոտությունից, ցույց է տրված, որ թեև 2025 թվականին օվկիանոսի մակերևույթը ջերմաստիճանի ռեկորդներ չի սահմանել, աջ կողմի գրաֆիկ, այնուամենայնիվ,
Այնուամենայնիվ, տարվա ընթացքում օվկիանոսում կուտակված ջերմության ընդհանուր քանակը պարզվել է դիտարկումների ողջ պատմության մեջ ամենաբարձրը։ Մենք հավատարիմ ենք այն կարծիքին, որ թեև մարդածին ջերմոցային գազերն իրենց ներդրումն ունեն տաքացման երկարաժամկետ միտման մեջ, դրանք պարզապես ի վիճակի չեն բացատրելու այն արագ տաքացումը, որը մենք դիտարկում ենք հենց այսօր։ Իսկ սա ուղղակիորեն ցույց է տալիս այլ լուրջ գործոնների առկայությունը, որոնք ազդում են կլիմայի վրա, սակայն մինչ այժմ հաշվի չեն առնվում։ Գործոններից մեկը, որի մասին մենք արդեն խոսեցինք, միկրո և նանոպլաստիկով աղտոտվածությունն է։ Այն, հավանաբար, ազդում է օվկիանոսի և մթնոլորտի միջև գազափոխանակության, ամպերի առաջացման, ջրի շրջապտույտի, ինչպես նաև հենց օվկիանոսի ներսում ջերմության փոխանցման վրա։ Այնուամենայնիվ, մենք չենք կարծում, որ միայն այս գործոնն է ի վիճակի բացատրելու մոլորակի նման արագ տաքացումը։ Մեր վարկածը ենթադրում է, որ երկրի տաքացմանը նպաստող մեկ այլ կարևոր գործոնն են երկրադինամիկ փոփոխությունները, մասնավորապես երկրի ընթերքի ակտիվացումը։ Սա ուժեղացնում է երկրաջերմային ջերմային հոսքը, որը տաքացնում է օվկիանոսները ներքևից, հետևաբար ամբողջ մոլորակը։ Իսկ հիմա թույլ տվեք խոսքը փոխանցել Ջոնին, ով ավելի մանրամասն կպատմի այդ փոփոխությունների մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, դոկտոր Կարա։ Հաջորդիվ ես կներկայացնեմ Ալլատրա գլոբալ հետազոտական կենտրոնի վերլուծությունը օվկիանոսի տաքացմանը նպաստող լրացուցիչ գործոնների վերաբերյալ։ Սկսենք ջերմաստիճանի վերջին ռեկորդներից։ 2023 թվականի գարնանից մինչև 2024 թվականի ամառը օվկիանոսի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանը ամեն օր գերազանցում էր պատմական ռեկորդները։ Բրիտանացի ծովային երկրաֆիզիկոս դոկտոր Ռոբ Լարթերը այսպես է մեկնաբանել դա. «Սա բավականին սարսափելի է, մասամբ այն պատճառով, որ ես ոչ մի գիտնականից չեմ լսում համոզիչ բացատրություն, թե ինչու ենք մենք նման ուժեղ շեղում դիտարկում։ Այս պահին տպավորություն է ստեղծվում, որ գործընթացներն ավելի հեռուն են գնացել և ավելի արագ են զարգանում, քան մենք սպասում էինք»։ Սենթ Թոմասի համալսարանի պրոֆեսոր Ջոն Աբրահամը ենթադրել է, որ օվկիանոսի երկարաժամկետ ջերմաստիճանային միտումների վրա կարող են ազդել նախկինում չճանաչված գործոններ, որոնք հաշվի չեն առնվում գոյություն ունեցող կլիմայական մոդելներում։ Ինչպես նախկինում նշվեց, միկրո և նանոպլաստիկը կարող է փոփոխել օվկիանոսային ջրերի ֆիզիկական հատկությունները, փաստացիորեն ջերմությունը պահելով օվկիանոսի ներսում։ Սակայն ես ուզում եմ ընդգծել, որ պլաստիկն ինքնին ջերմային էներգիա չի արտադրում։ Այն միայն սահմանափակում է դրա արտազատումը։ Հիմնարար հարց է առաջանում. որտեղից է գալիս ջերմությունը։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ օվկիանոսի տաքացումը տեղի է ունենում ոչ միայն մակերևույթին, այլև խորքերում։ ՆՕԷ-ի, օվկիանոսի և մթնոլորտի ազգային վարչության գիտնականները հայտնել են, որ արգենտինական գոգավորությունում 4500 մետրից ավելի խորության վրա ջերմաստիճանը 2009-ից 2019 թվականներն ընկած ժամանակահատվածում աճել է Ցելսիուսի մոտ 0.2 աստիճանով։ Ջրի այդպիսի հսկայական ծավալի տաքացումը պահանջում է էներգիայի հսկայական քանակություն, որը մոտավորապես 4 անգամ կգերազանցեր ողջ Եվրոպայի տարեկան էներգիայի սպառումը։ Նմանատիպ միտում է նկատվում Արևմտյան Անտարկտիդայի ափերի մոտ գտնվող Ուեդելի ծովում, այնտեղ վերին 700 մետրը գրեթե չի տաքացել։ Մինչդեռ 2000 մետրից ավելի խորությունում ջրերը տաքացել են համադրելի խորության վրա աշխարհում միջին ցուցանիշից մոտ 5 անգամ գերազանցող արագությամբ։ Նշենք, որ արևային էներգիան թափանցում է մինչև 200 մետր խորություն, և անգամ ուղղահայաց խառնման պայմաններում այն հազվադեպ է իջնում 700 մետրից ցածր։ Այսպիսով, արևային ճառագայթումը ամենայն հավանականությամբ չի բացատրում օվկիանոսի խորքային շերտերի տաքացումը։ Ուրեմն, սա մեզ հանգեցնում է հաջորդ հարցին. ո՞րն է խորքային շերտերի տաքացման գործոնը։ Ընդունված վարկածն ասում է, որ մակերևութային ջրերը տաքանում են արևային ճառագայթմամբ և մթնոլորտով, իսկ օվկիանոսի գլոբալ շրջապտույտն այդ ջերմությունը տեղափոխում է ավելի մեծ խորություններ։ Սակայն Չինաստանի օվկիանոսագիտական համալսարանի վերջին հետազոտության արդյունքները կասկածի տակ են դնում այդ բացատրությունը։ Այս աշխատանքի ընթացքում գիտնականները հայտնաբերել են այսպես կոչված ենթամակերևութային ծովային ջերմության ալիքներ։ Դրանց մոտ 1/3-ը մակերևույթին որևէ կերպ չի դրսևորվել, ևս կեսը մակերևույթ է դուրս եկել միայն իրենց զարգացման որոշակի փուլերում, իսկ մնացած ժամանակ մնացել է թաքնված ենթամակերևութային շերտերում։ Եթե մթնոլորտային տաքացումը լիներ միակ գործոնը, պետք է սպասել, որ ջերմաստիճանային անոմալիաները սկզբում կառաջանային մակերևույթին, ապա կտարածվեին դեպի ներքև։ Դիտարկումները ցույց են տալիս, որ որոշ ջերմային անոմալիաներ զարգանում են մակերևութային տաքացումից անկախ։ Հետևաբար, այս տվյալները վկայում են, որ միայն մթնոլորտային ազդեցությունը չի կարող լիովին բացատրել դիտարկվող դինամիկան, և անհրաժեշտ է հաշվի առնել
էներգիայի լրացուցիչ ներհոսքը ներքևից։ Այդպիսի պոտենցիալ աղբյուրներից մեկը երկրաջերմային ջերմությունն է, մոլորակի ընթերքից դեպի օվկիանոսի հատակ եկող ջերմությունը։ Այս աղբյուրը երկար ժամանակ թերագնահատվել է, սակայն շատ գիտնականներ նշում են, որ այն կարող է էականորեն ազդել օվկիանոսի դինամիկայի և ջերմային հաշվեկշռի վրա, թեև երկրի ընթերքից երկրաջերմային ջերմության հոսքը հաճախ համարվում է համեմատաբար կայուն, այն կարող է փոփոխվել ժամանակի ընթացքում, պայմանավորված այնպիսի գործընթացներով, ինչպիսիք են տեկտոնական և մագմատիկ ակտիվության ուժեղացումը խորքում։ Սեյսմիկ ակտիվության և օվկիանոսի ջերմաստիճանային անոմալիաների միջև պոտենցիալ կապը ակտիվ գիտական հետազոտությունների առարկա է։ Բազմաթիվ էմպիրիկ տվյալներ ցույց են տալիս դրանց միջև բարդ փոխկապվածություն։ Օրինակ, 2010 թվականին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հրապարակել են հետազոտություն Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածում սեյսմիկ ակտիվության և կլիմայի փոփոխականության, այդ թվում Էլ Նինյո երևույթների միջև վիճակագրորեն նշանակալի կապի մասին։ Ավելի քան 30-ամյա դիտարկումների հիման վրա հետազոտության հեղինակները պարզել են, որ Էլ Նինյո երևույթները համակարգված կերպով հաջորդում են սեյսմիկ ակտիվության փոփոխություններին, միջինը մոտ 1,5 տարի ուշացումով։ Նմանատիպ օրինաչափություն է դիտվել նաև երկարաժամկետ միտումներում։ Դիտարկման ժամանակահատվածում օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանն աճել է Ցելսիուսի մոտ 0,1 աստիճանով, մինչդեռ Խաղաղ օվկիանոսում արտանետված սեյսմիկ ակտիվության էներգիան կրկնապատկվել է։ Հարավային Մերիլենդի քոլեջի պրոֆեսոր Արթուր Վիթերիտոն եկել է նմանատիպ եզրակացության։ Նա վերլուծել է 4-ից 6 մագնիտուդով խորքային երկրաշարժերը, կապելով դրանք մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի հետ։ Նրա հաշվարկների համաձայն 1995 թվականից ի վեր օվկիանոսի հատակին, միջինօվկիանոսային լեռնաշղթաների երկայնքով երկրաշարժերի թիվն աճել է։ Այս լեռնաշղթաները կազմում են մոտ 60,000 կիլոմետր երկարությամբ գլոբալ համակարգ, որտեղ ակտիվորեն ձևավորվում է նոր օվկիանոսային ընթերք։ Պրոֆեսոր Վիթերիտոն հայտնել է, որ այս գոտում սեյսմիկ ակտիվությունը փոխկապակցված է մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացման հետ 0,7 հարաբերակցության գործակցով։ Նա նաև նշել է, որ ջերմաստիճանի բարձրացումը որպես կանոն հաջորդել է սեյսմիկ ակտիվության աճին, միջինը մոտ 2 տարի ուշացումով։ Նրա վարկածի համաձայն միջինօվկիանոսային լեռնաշղթաների երկայնքով սեյսմիկ և հրաբխային ակտիվության ուժեղացումը մեծացնում է հիդրոթերմալ ջերմության արտանետումը օվկիանոս, նպաստելով նրա տաքացմանը և որպես հետևանք մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացմանը։ Բացի տեկտոնական սեյսմիկ ակտիվությունից, օվկիանոսի ջերմային հոսքին կարող է նպաստել նաև ստորջրյա հրաբխականությունը։ Ընթացիկ գնահատականներով, երկրի վրա հրաբխային ժայթքումների մոտ 75%-ը տեղի է ունենում ջրի տակ։ Թեև ստորջրյա հրաբխականության դինամիկան դժվար է գնահատել, և այն մնում է անբավարար ուսումնասիրված, դիտորդական տվյալները վկայում են ամբողջ աշխարհում բազմաթիվ համակարգերում ակտիվության ուժեղացման մասին։ Սմիթսոնյան ինստիտուտի հավաքած տվյալները ցույց են տալիս տարեկան արձանագրված ժայթքման օրերի քանակի աճ, ընդ որում լավան հաճախ ունենում է անսովոր բնութագրեր, բարձր ջերմաստիճան և հատուկ քիմիական կազմ, որը բնորոշ է ավելի խորը թիկնոցի աղբյուրներին։ Սլայդում նշված են վերջին 15 տարիների ընթացքում տարբեր հետազոտություններում հայտնաբերված հրաբխային համակարգերը, որոնք ցուցաբերում են նմանատիպ անոմալ բնութագրեր։ Եվրոպան պաշտպանված չէ այս գործընթացներից։ Օրինակ, Վեզուվի աստղադիտարանը հայտնում է, որ Իտալիայի Նեապոլ քաղաքի մոտ գտնվող Ֆլեգրյան դաշտեր, Կամպի Ֆլեգրեի կալդերան մտել է ակտիվության բարձրացման փուլ, ընդ որում էներգիայի վերջին արտանետումները գերազանցում են 1980 ականների ճգնաժամի ժամանակ արձանագրված մակարդակները։ Հունաստանում Սանտորինի Կոլումբո հրաբխային համակարգը ցուցաբերել է ակտիվության վերականգնում։ Արձանագրվել են մագմայի խորքային տեղաշարժերի հետ կապված երկրաշարժերի խմբեր։ Գերմանիայում մոտ 12,000 տարի քնած լահեր Զե հրաբուխը նույնպես ցուցաբերել է սեյսմիկ ակտիվություն։ Կարևոր է դիտարկել այն հավանականությունը, որ երկրի ընթերքից դեպի օվկիանոսային համակարգ ջերմային հոսքի ուժեղացումը կարող է կապված լինել դիտարկվող սեյսմիկ և հրաբխային ակտիվության ինտենսիվացման հետ։ Այս ենթատեքստում խորքային գեոդինամիկ գործընթացները կարող են ներկայացնել լրացուցիչ գործոն, որն ազդում է օվկիանոսի ջերմաստիճանի և անուղղակիորեն մթնոլորտի ջերմաստիճանի վրա։ Գեոդինամիկ ակտիվության ուժեղացման փուլն ինքնին լուրջ հետևանքներ է կրում։ Սակայն այսօր այն համընկնում է միկրո և նանոպլաստիկով աղտոտվածության աճող բեռի հետ, ինչը պոտենցիալ ուժեղացնում է մոլորակի խոցելիությունը։ Այս ուժերի միախառնումը կարող է բազմապատիկ մեծացնել ռիսկերը և լրացուցիչ ճնշում գործադրել տնտեսական և սոցիալական կայունության վրա։ Առաջատար գիտական ինստիտուտները և ռիսկերի գնահատման գլոբալ գործակալությունները հայտնում են բնական աղետների բնույթի կառուցվածքային փոփոխության մասին։ Աճում է ինչպես դրանց հաճախականությունը, այնպես էլ ուժգնությունը։ Այս փոփոխությունը հասկանալու համար դիտարկենք հիմնարար մաթեմատիկական հասկացություն՝ գծային աճ և էքսպոնենցիալ աճ։ Գծային
Այն աճը տեղի է ունենում միատեսակ և կանխատեսելի։ Էքսպոնենցիալ աճն արագանում է։ Աճի արագությունն ինքնին աճում է ժամանակի ընթացքում, գերազանցելով գծային կանխատեսումները, այսօր բնական աղետները, ներառյալ փոթորիկները, ջրհեղեղները և անտառային հրդեհները, ավելի ու ավելի հաճախ են ցուցադրում էքսպոնենցիալ աճին համապատասխանող օրինաչափություններ։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, խոշոր ապահովագրողները և առաջատար հետազոտական ինստիտուտները փաստագրել են ինչպես աղետների հաճախականության, այնպես էլ տնտեսական կորուստների այս արագացումը։ Եվրոպայում գրանցված բնական աղետների ընդհանուր թիվը, ինչպես նաև հորդառատ անձրևների, կարկուտի և տորնադոյի դեպքերը ցույց են տալիս նմանատիպ պատկեր։ Այս էքսպոնենցիալ օրինաչափությունը պահանջում է սպառնալիքների գնահատման և արձագանքման պլանավորման այլ մեթոդաբանություն։ Գծային ենթադրությունների վրա կառուցված ռիսկերի ավանդական մոդելներն այլևս չեն գործում։ Ուժեղացող երկրադինամիկ ակտիվության, միկրո և նանոպլաստիկով աղտոտվածության և հաճախացող բնական աղետների համակցված փոխազդեցությունը աճող մարտահրավեր է ներկայացնում տնտեսական և սոցիալական կայունության համար։ Այս խնդրի լուծումը կպահանջի ռիսկերի գնահատման և պատրաստվածության ապահովման նորացված մոտեցում։ Այսօր միկրո և նանոպլաստիկը պարզապես աղտոտվածություն չէ։ Դրանք ներկայացնում են համակարգային սպառնալիք մարդու առողջության և կլիմայի կայունության համար, չափելի տնտեսական հետևանքներով։ Այս սպառնալիքը գործում է երկու փոխադարձաբար ուժեղացող ուղիներով, ճնշում գործադրելով երկարաժամկետ տնտեսական կայունության հիմքի վրա։ 2023 թվականին առողջապահության ծախսերը ԵՄ-ում հասել են 1.7 տրիլիոն եվրոյի, ինչը կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 10%, ընդ որում մեկ շնչի հաշվով ծախսերը վերջին տասնամյակում աճել են 44%-ով։ Ընթացիկ կանխատեսումները հաշվի են առնում բնակչության ծերացումը և քրոնիկ հիվանդությունների տարածման միտումները, սակայն դրանք չեն ներառում միկրո և նանոպլաստիկի հետ կապված առաջացող բեռը, որը կարող է լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել առողջապահական համակարգերի վրա։ Միաժամանակ աճում են բնական աղետներից կորուստները։ 2009-ից 2024 թվականն ընկած ժամանակահատվածում միջին տարեկան կորուստներն աճել են 54%-ով, ընդ որում Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան հայտնվել են ամենաշատ տուժած երկրների թվում։ Այս կորուստներն ուժեղացնում են ճնշումը ԵՄ երկրների կառավարությունների և ֆինանսական ինստիտուտների վրա, մինչ կլիմայի փոփոխությունն արագացնում է պլաստիկի քայքայումը։ Պլաստիկով աղտոտվածությունը նվազեցնում է կլիմայի փոփոխության նկատմամբ կայունությունը։ Այս դինամիկաներից յուրաքանչյուրն ուժեղացնում է մյուսին, սակայն ընթացիկ քաղաքական շրջանակներն չեն արտացոլում այս փոխկախվածությունը։ Պլաստիկով աղտոտվածությունը հիմնականում դիտարկվում է առանձին հանրային առողջության և կլիմայի ռազմավարություններից։ Փոխարենն անհրաժեշտ է ինտեգրված համակարգ, որը միկրո և նանոպլաստիկի խնդիրը կդնի առողջապահության, կլիմայի և տնտեսության պլանավորման կենտրոնում։ Հասկանալու համար, թե ինչու են գոյություն ունեցող մոտեցումները մնում անբավարար, ես խոսքը փոխանցում եմ Ալեքսանդր Մասնիին։ Այո, շնորհակալություն։ Երբ մարդիկ առաջին անգամ լսում են, որ միկրո և նանոպլաստիկն արդեն առկա է մեր արյան, օրգանների և նույնիսկ ուղեղի մեջ, բնականաբար հարց է առաջանում. ինչպես հեռացնել դրանք օրգանիզմից։ Բիոհաքինգ խթանող համայնքներն առաջարկում են դետոքսիկացիայի տարբեր արձանագրություններ, սննդային հավելումներ, սաունաներ և անհատականացված մեթոդներ միկրո և նանոպլաստիկի մասնիկները հեռացնելու համար, սակայն նման մոտեցումը սկզբունքորեն սխալ է, քանի որ դետոքսի ոչ մի պրոցեդուրան չի կարող հեռացնել արյունաուղեղային պատնեշը հաղթահարած և արդեն օրգանների հյուսվածքներ ներթափանցած մասնիկները։ Եվ ահա չար հեգնանքը։ Այն նույն մեթոդները, որոնք դիրքավորվում են որպես արյունը մաքրող, իրենք են օգտագործում պլաստիկ, պլազմաֆերեզի, հեմոսորպցիայի և ֆիլտրացիայի սարքավորումները պատրաստված են դրանից։ Մենք փորձում ենք վերացնել պլաստիկի ազդեցության հետևանքները հենց պլաստիկի միջոցով։ Այս պրոցեդուրաներն ի վիճակի չեն հեռացնել պլաստիկը բջիջներից։ Դրանք չեն կարող չեզոքացնել դրա մակերեսային լիցքը։ Չեն կարող վերականգնել խախտված ներբջջային գործընթացները, ինչպես հայտարարել է պրոֆեսոր Սարչու Գանատրան, օրգանիզմում այս քիմիական նյութերի անվտանգ մակարդակ պարզապես գոյություն չունի։ Հետևաբար, նպատակը չի կարող լինել միայն առանձին մարդկանց համար թունավոր բեռի չնչին նվազեցումը, մինչդեռ շրջակա միջավայրը շարունակում է ամեն օր մեզ հագեցնել նոր մասնիկներով։ Հասկանալու համար, թե ինչու ներկայիս լուծումները չեն գործում, անհրաժեշտ է դիտարկել պլաստիկի ամբողջական կյանքի ցիկլը։ Կարելի է լսել փաստարկ
Եկեք կրճատենք պլաստիկի արտադրությունն ու սպառումը, եկեք արգելքներ մտցնենք, սակայն այսօր դա անհնար է։ Պլաստիկը չափազանց խորն է ինտեգրված ժամանակակից կյանքի բոլոր ոլորտներում։ Մտածեք, թե ինչը կփլուզվի այդ դեպքում։ Բժշկական սարքավորումների արտադրությունը, սննդամթերքի մատակարարման շղթաները, էլեկտրոնիկան, շինարարությունը, մեր ամբողջ ենթակառուցվածքը, լրիվ արգելքը պարզապես անհնար է տեսանելի ապագայում, ավելին։ Այն տնտեսապես նպատակահարմար չէ ինչպես առանձին երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսության մակարդակով։ Որպես փրկարար լուծում հաճախ առաջարկվում է պլաստիկի վերամշակումը, բայց ահա պարադոքսը։ Վերամշակման գործընթացն առաջացնում է միկրո և նանոպլաստիկի էլ ավելի շատ մասնիկներ։ Վերամշակման ժամանակ մեխանիկական ազդեցության պատճառով երկրորդային պլաստիկը սկսում է ավելի արագ արտազատել միկրոմասնիկներ, քան քայքայվում է առաջնային պլաստիկը։ Մենք չենք լուծում խնդիրը, մենք այն խորացնում ենք։ Եվ ահա գլխավոր ամենալուրջ խնդիրը, որի մասին ընդունված չէ խոսել և որի համար առայժմ ընդհանրապես լուծում գոյություն չունի։ Մարդկությունն արդեն արտադրել է մոտ 10 միլիարդ մետրիկ տոննա պլաստիկ։ Այս ծավալի մեծ մասն այժմ քայքայվում է անտեսանելի մասնիկների, որոնք շրջանառվում են օդում, սննդում, ջրում և կուտակվում մարդու օրգանիզմում։ 100 միլիոնավոր տոնները կշարունակեն քայքայվել միկրոմասնիկների դարեր շարունակ։ Նույնիսկ եթե վաղն ամբողջությամբ դադարեցնենք արտադրությունը, միայն համաշխարհային օվկիանոսում կա 200 միլիոն տոննա պլաստիկ թափոն, մինչդեռ օվկիանոսի մաքրման ժամանակակից ծրագրերը թույլ են տալիս տարեկան հեռացնել ընդամենը մոտ 20,000 տոննա։ Դա 0,1%-ից էլ քիչ է։ Նման տեմպերով օվկիանոսի լրիվ մաքրումը կտևի մոտ 10,000 տարի, և դա այն պայմանով, որ մենք հենց այսօր դադարեցնենք նոր աղբ նետելը, ինչը, ինչպես հասկանում ենք, անհնար է։ Այսպիսով, խնդիրն ունի էքսպոնենցիալ աճող բնույթ, անկախ նրանից կդադարեցնենք արտադրությունը, թե ոչ, գլխավոր սպառնալիքը գալիս է ոչ թե այն պլաստիկից, որը դեռ չենք արտադրել կամ վերամշակել, այն գալիս է միկրո և նանոպլաստիկից, որի հետ մենք արդեն ստիպված ենք ապրել, մենք չենք կարող այն հեռացնել, չենք կարող զտել, և չենք կարող լուծել խնդիրը միայն վերամշակմամբ, հետևաբար, լուծումը ոչ թե պլաստիկից լիովին ազատվելն է, այլ նրանում, որ այն դադարի սպառնալիք ներկայացնել կյանքի համար, ուրեմն, ինչ կարելի է ձեռնարկել այդ դեպքում։ Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել։ Միկրո և նանոպլաստիկի հետ կապված ռիսկերը պայմանավորված են մի շարք գործոններով, դրանցից են քիմիական հավելումների առկայությունը, մասնիկների չափն ու ձևը, դրանց մակերևութային լիցքը, ինչպես նաև քայքայման նկատմամբ կայունությունը։ Այս բնութագրիչներն ամբողջությամբ որոշում են, թե ինչպես են պլաստիկի մասնիկները վարվում և փոխազդում կենսաբանական և էկոլոգիական համակարգերի հետ, ինչպես արդեն նշել են իմ գործընկերները։ Կենսոլորտում արդեն իսկ առկա պլաստիկի մասնիկները մշտական սպառնալիք են ներկայացնում, և այդ սպառնալիքը պետք է հասցնել նվազագույնի, սակայն առայսօր գործնական միջոցներ գոյություն չունեն համաշխարհային մասշտաբով դրանց քիմիական բաղադրությունը, չափը կամ ձևը փոխելու համար։ Սակայն կա մի հեռանկարային ուղղություն, ազդեցությունը դրանց մակերևութային լիցքի վրա, որն արժանի է գոնե տեսական քննարկման։ Հենց միկրո և նանոպլաստիկի մակերևութային լիցքն է առանցքային դեր խաղում այդ մասնիկների վարքագծում կենսաբանական համակարգերում։ Բնական ծագման շատ նանոմասնիկներ, ինչպիսիք են հանքային փոշին, ծովային աերոզոլները և կավի մասնիկները, նույնպես օժտված են մակերևութային լիցքով, սակայն հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ պլաստիկի մասնիկների լիցքն առանձնանում է յուրահատուկ կայունությամբ և փոխազդեցության այլ դինամիկայով։ Այն ունակ է կայուն մնալ ամենատարբեր միջավայրերում, լինի դա օդը, թե կենսաբանական հեղուկները, և հենց այս լիցքն է կարող ուժեղացնել պլաստիկի, օրինակ, բջիջներ ներթափանցելու և կենսաբանական պատնեշները, այդ թվում պլացենտար և արյունաուղեղային պատնեշները հաղթահարելու ունակությունը։ Բացի այդ, լիցքը թույլ է տալիս պլաստիկին կապվել ԴՆԹ-ի, սպիտակուցների և բջջային թաղանթների հետ, չարտազատվել օրգանիզմից, կուտակվել հյուսվածքներում, իսկ մոլորակի մասշտաբով ազդել ջրի շրջապտույտի և օվկիանոսներում ջերմափոխանակության գործընթացների վրա։ Հետևաբար, եթե հաջողվեր չեզոքացնել կամ գոնե մասամբ նվազեցնել պլաստիկի մասնիկների մակերևութային լիցքը, հնարավոր կլիներ սահմանափակել դրանց կենսաբանական փոխազդեցությունն ու յուրացումը օրգանիզմի կողմից։ Սա իր հերթին թույլ կտար նվազեցնել բջջային ադհեզիան, կպչելիությունը բջիջներին, թուլացնել կապը ԴՆԹ-ի և սպիտակուցների հետ, կրճատել թունավոր նյութերի և ծանր մետաղների ներծծումը, ինչպես նաև սահմանափակել պլաստիկի ներթափանցումը կենսաբանական պատնեշների միջով։ Հենց այդ պատճառով միջազգային գիտական հետազոտությունները պետք է կենտրոնացվեն միկրո և նանոպլաստիկի մակերևութային լիցքը նվազեցնելու կամ չեզոքացնելու ունակ մեթոդների մշակման վրա։ Այս նպատակին հասնելը կպահանջի լայնածավալ և համակարգված միջազգային համագործակցություն, որը, հնարավոր է, ըստ մակարդակի համեմատելի լինի անցյալի այնպիսի մեծ գիտական նախաձեռնությունների հետ, ինչպիսին մարդու գենոմի նախագիծն է։ Իսկ հիմա ես խոսքը փոխանցում եմ Յան Կարային։
Շնորհակալություն։ Հարգելի հյուրեր, հարգելի գործընկերներ, խորհրդարանի պատգամավորներ, դուք հենց նոր լսեցիք այն խնդիրների մասին, որոնք նանոպլաստիկը ստեղծում է էկոհամակարգերի, մարդու առողջության և կլիմայի համար։ Այժմ թույլ տվեք անցնել գլխավոր հարցին։ Ինչ անենք հետո, ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել հենց հիմա։ Առաջինը, մեզ պակասում են միասնական եվրոպական չափորոշիչները 10 միկրոնից փոքր պլաստիկի մասնիկների մոնիթորինգի համար։ Յուրաքանչյուր հետազոտական խումբ օգտագործում է իր սեփական մեթոդներն ու դասակարգման չափանիշները։ Դրա պատճառով մենք չենք կարող համեմատել տարբեր երկրների տարբեր հետազոտությունների տվյալները։ Մենք չենք կարող կազմել նանոպլաստիկի տարածման ամբողջական պատկերը ողջ Եվրոպայում։ Պատկերացրեք, եթե յուրաքանչյուր երկիր ջերմաստիճանը չափեր իր սեփական սանդղակով, մեզ անհրաժեշտ է մշակել այդ ստանդարտները։ Երկրորդը, մեզ նաև պակասում են առողջության վրա ազդեցության ուսումնասիրման ստանդարտացված արձանագրությունները։ Մենք չունենք նանոպլաստիկի մարդու օրգանիզմի վրա ազդեցության գնահատման միասնական մեթոդաբանություն։ Որոշ գիտնականներ ուսումնասիրում են լյարդի վրա ազդեցությունը, մյուսները թոքերի, երրորդները ուղեղի, սակայն բոլորն օգտագործում են տարբեր մոտեցումներ։ Առանց միասնական արձանագրությունների մենք չենք կարողանա ստանալ հավաստի և վերարտադրելի արդյունքներ գիտակցված որոշումներ կայացնելու համար։ Երրորդը, մեզ պակասում են համալիր հետազոտությունները, որոնք համակողմանիորեն գնահատեին և համեմատեին նանոպլաստիկի ազդեցությունը, որպես դրական քայլ այս ուղղությամբ։ Ես կցանկանայի նշել Հորիզոն Եվրոպա ծրագրի շրջանակներում անցյալ տարի հրապարակված հետազոտական թեման, որը նվիրված էր միկրո և նանոպլաստիկի ազդեցության մասին գիտելիքների ընդլայնմանը մարդու առողջության վրա։ Եվ չորրորդը, կլիմայական հետազոտություններում նանոպլաստիկի հաշվառման պահանջներ չկան։ Ժամանակակից կլիմայական մոդելները մինչ օրս հաշվի չեն առնում այս գործոնը։ Մենք ուսումնասիրում ենք CO2-ի, մեթանի, աերոզոլների ազդեցությունը, բայց լիովին անտեսում ենք նանոպլաստիկը, որն ունակ է էապես ազդել կլիմայական գործընթացների վրա։ Սա լուրջ բաց է մեր գիտական մեթոդաբանության մեջ, եւ այդ պատճառով մենք անհրաժեշտ ենք համարում հարմարեցնել կլիմայական մոդելներն այնպես, որ դրանք պատշաճ կերպով հաշվի առնեն նանոպլաստիկով աղտոտվածությունը։ Կարևոր է նաև բարձրացնել հանրության իրազեկվածությունը միկրո և նանոպլաստիկով աղտոտվածության խնդրի մասին։ Առողջության վրա դրա ազդեցության մասին հետազոտություններն ավելի ու ավելի հաճախ են քննարկվում սոցիալական ցանցերում։ 2020 թվականի Եվրոբարոմետրի հարցումը ցույց տվեց, որ եվրոպացիների 94%-ը մտահոգված է շրջակա միջավայրի պաշտպանությամբ, և նրանց 88%-ը մտահոգված է միկրոպլաստիկի ազդեցությամբ։ Հաշվի առնելով միջերկրական ծովում միկրոպլաստիկով աղտոտվածության հատկապես բարձր մակարդակը, որը 7 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը, կարևոր է գործել կանխարգելիչ եղանակով։ Վերջապես, թույլ տվեք ընդգծել, որ նանոպլաստիկով աղտոտվածությունը գլոբալ խնդիր է, և Եվրոպան միայնակ չի կարող լուծել այն։ Առաջինը, որովհետև աշխարհի մի մասում շրջակա միջավայր ընկած պլաստիկը քայքայվում է միկրո և նանոպլաստիկի, որն այնուհետև արագորեն տարածվում է ամբողջ աշխարհով։ Երկրորդը, որովհետև ժամանակը սահմանափակ է, իսկ մեր առջև ծառացած մարտահրավերները հսկայական։ Որպես Եվրոպայի քաղաքացի, ես կցանկանայի, որ մեր Եվրոպան էական ներդրում ունենա միկրո և նանոպլաստիկի խնդրի լուծման գործում։ Հնարավոր է, որ եվրոպացի ներկայացուցիչները կարողանային առաջարկել ՄԱԿ-ի արձանագրություն միկրո և նանոպլաստիկով աղտոտվածության վերաբերյալ հաջորդ կլիմայական գագաթնաժողովին, կամ նախաձեռնել Եվրոպայի մասնակցությամբ միջազգային հետազոտական կոալիցիայի ստեղծումը։ Եզրափակելով, ես կցանկանայի ընդգծել, որ մեր գնահատականներով էական առաջընթացի հասնելու հնարավորությունների պատուհանը հաշվում է տարիներով, ոչ թե տասնամյակներով, ուստի ժամանակին ձեռնարկված գործողությունները հատկապես կարևոր են։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք ունենք այս 21-րդ դարի մարտահրավերը հաղթահարելու համար անհրաժեշտ ամեն ինչ, իսկ հիմա խոսքը փոխանցում եմ Ջոնին ամփոփման համար։ Այսպիսով, հարգելի հյուրեր, հարգելի գործընկերներ և խորհրդարանի պատգամավորներ, այսօր մեր աշխարհը բախվում է մի շարք համակարգային մարտահրավերների հետ, առողջապահական համակարգերի աճող ծանրաբեռնվածության, արագացող կլիմայական աղետների, ինչպես նաև օդի, ջրի և սննդի աղտոտվածության հետ։ Այս խնդիրները կարող են թվալ առանձին ճգնաժամեր, սակայն դրանք ունեն ընդհանուր հիմնային գործոն՝ միկրո և նանոպլաստիկը։ Պլաստիկի մասնիկները պարզապես աղբ չեն։ Դրանք գործում են որպես ռիսկերի բազմապատկիչ, հարված հասցնելով կենսաբանական միջավայրին և տնտեսական համակարգերին։ Մեր առջև ծառացած է լուրջ խնդիր։
Պլաստիկի մասնիկներն արդեն իսկ առկա են մարդու ամբողջ օրգանիզմում եւ ամենուրեք շրջակա միջավայրում։ Այս խնդրի լուծումը կպահանջի հիմնարար գիտական եւ տեխնոլոգիական նորարարություններ։ ԱլլաՏրA գլոբալ հետազոտական կենտրոնի անունից ես կցանկանայի առաջին հերթին անկեղծ երախտագիտություն հայտնել պարոն Օնդրժեյ Կնոտեկին։ Այսօրվա միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած նախաձեռնողականության եւ միկրո եւ նանոպլաստիկի խնդրի նկատմամբ լայն հասարակական եւ ինստիտուցիոնալ ուշադրություն հրավիրելու համար։ Ինչպես նաև հսկայական շնորհակալություն պաստոր Մարկ Բըրնսին այս կարևոր թեման իր հոգևոր դիվանագետներ գլոբալ նախաձեռնության օրակարգում ներառելու եւ այս քննարկումը համայնքների մակարդակով ամբողջ աշխարհում տարածելուն աջակցելու համար։ Եվ իմ երախտագիտությունը նաև պրոֆեսոր Անտոնիո Ռագուզային իր նորարարական հետազոտությունների եւ այսօր մեզ հետ իր բացահայտումները կիսելու համար։ Նրա աշխատանքի շնորհիվ գիտական հանրությունն ավելի խորը պատկերացում ստացավ մարդու օրգանիզմում միկրո եւ նանոպլաստիկի առկայության եւ դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Վերջապես, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր զեկուցողներին եւ ձեզ բոլորիդ ուշադրության եւ ներգրավվածության համար։ Մեզ վրա դրված է ընդհանուր պատասխանատվություն, որը դուրս է գալիս քաղաքական եւ պետական սահմաններից, պատասխանատվություն մեր ընդհանուր տան պաշտպանության համար։ Շնորհակալություն։ Մեծ շնորհակալություն։ Շնորհակալ եմ բոլորիդ ձեր պրոֆեսիոնալ եւ բովանդակալից ելույթների համար։ Իսկ հիմա ժամանակն է հնարավոր հարցերի դահլիճից։ Այսպիսով, ես նայում եմ դահլիճին։ Կան արդյոք հարցեր կամ դիտողություններ մեր բարձրահարկ բանախոսներին եւ հյուրերին։ Ես ցանկանում էի հարց ուղղել պարոն Ռագուզային։ Դուք նշեցիք, որ նանոպլաստիկի քանակն ընկերքում աճել է վերջին տասնամյակների ընթացքում։ Արդյոք ունեք որևէ տվյալ այս առումով։ Այո, աշխարհում առկա է առնվազն 3 միջազգային հետազոտություն, որոնք ցույց են տալիս, որ միկրո եւ նանոպլաստիկի քանակն ընկերքում աստիճանաբար աճել է տարիների ընթացքում, եւ այդ աճը հատկապես նկատելի է դարձել վերջին 10 տարում։ Որովհետև պլաստիկի ծավալը, որը մենք պատկերացնելու համար արտադրվող ողջ պլաստիկի 90%-ն ի վերջո հայտնվում է շրջակա միջավայրում։ Որոշ երկրներ ավելի բարեխիղճ են, քան մյուսները։ Իտալիան, օրինակ, այս հարցում շատ պատասխանատու է, քանի որ վերամշակում է իր պլաստիկի 12%-ը։ Սակայն կան երկրներ, օրինակ, Հարավարևելյան Ասիայում, որոնք ընդհանրապես ոչինչ չեն վերամշակում։ Այսպիսով, արտադրված ամբողջ պլաստիկը հայտնվում է շրջակա միջավայրում։ Եվ ինչպես մենք ցույց տվեցինք նախկինում, արտաքին միջավայրը, այսինքն ծովերն ու օվկիանոսները, ծերտորեն կապված է մեր ներքին կենսաբանական միջավայրի, մասնավորապես ընկերքի եւ ամնիոտիկ հեղուկի հետ։ Քանի որ մենք շարունակաբար պլաստիկ ենք նետում շրջակա միջավայր եւ դրա քանակն աճում է տարեցտարի, ապա միանգամայն ակնհայտ է, ինչպես գիտական տեսանկյունից, այնպես էլ գործնականում, որ պլաստիկի քանակը մեր երեխաների օրգանիզմներում եւ սաղմերում, դեռևս մինչեւ երեխա դառնալը, անշեղորեն եւ անդադար աճում է։ Շնորհակալություն։ Մեծ շնորհակալություն պատասխանի համար, պրոֆեսոր Ռագուզա։ Այլ հարցեր կան։ Այո, այդ կինը, այնտեղ, խնդրում եմ, հարցրեք։ Բարի երեկո եւ շատ շնորհակալություն այսօրվա այս հրաշալի քննարկման համար, նանոպլաստիկի վերաբերյալ նման կարևոր թեմաներ բարձրացնելու համար։ Ես Անիլա Պրետին եմ, լրագրող Ալբանիայից։ Տվյալ պահին Ալբանիան դեռ Եվրամիության կազմում չէ, բայց աշխարհագրորեն մենք Եվրոպայում ենք։ Ինչպես գիտեք, Ալբանիան ունի երկար ափամերձ գիծ Ադրիատիկ եւ Հոնիական ծովերի երկայնքով։ Ելնելով ձեր փորձից եւ ձեր կողմից անցկացված հետազոտություններից նանոպլաստիկի ազդեցության եւ պլաստիկ թափոնների հեռացման վերաբերյալ, ասացեք խնդրեմ, որոնք են նվազագույն քայլերը Ալբանիայի նման փոքր երկրների համար, որպեսզի արդյունավետորեն հետևեն իրավիճակին եւ կառավարեն ռիսկերը իրենց ջրերում։ Եվ երկրորդ հարցը. ինչպես կարող են այս միջոցառումները ինտեգրվել գործող ազգային օրենսդրության մեջ, հաշվի առնելով այն բացերը կարգավորող դաշտում, որ մենք ունենք երկրում տվյալ պահին։ Մեծ շնորհակալություն։ Ո՞վ է պատրաստ պատասխանել այս հարցին։ Ես կսկսեմ մի քանի թեզիսներով։ Գիտեք, իսկապես, Ալբանիայի նման փոքր երկրի համար Ադրիատիկ եւ Հոնիական ծովերի միջև իր յուրահատուկ աշխարհագրական դիրքով միկրո եւ նանոպլաստիկի խնդիրը հատկապես սուր է կանգնած։
Եվ պատասխանելով ձեր հարցին նվազագույն անհրաժեշտ միջոցառումների մասին, ես կցանկանայի սկսել մեր այսօրվա քննարկման համատեքստից։ Մենք պետք է մշակենք իսկապես միասնական եվրոպական չափորոշիչներ 10 միկրոնից փոքր պլաստիկ մասնիկների մոնիթորինգի համար։ Սա արդեն իսկ ճիշտ քայլ կլիներ։ Այս համաժողովում մենք քննարկեցինք եւ ապացուցեցինք, որ չափազանց կարևոր է գործել համատեղ բոլոր երկրների հետ միասին։ Ինչպես կարելի է սա ինտեգրել ազգային ռազմավարության մեջ։ Մեր կարծիքով նվազագույն, բայց միևնույն ժամանակ արդյունավետ քայլը, որ կարելի է ձեռնարկել հենց հիմա, միկրո եւ նանոպլաստիկի հետազոտություններով զբաղվող գիտնականների համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է։ Ռեսուրսները կարող են ուղղվել գիտահետազոտական խմբերին, որոնք կենտրոնացած են աշխատանքային մեթոդների որոնման եւ նանոպլաստիկի մակերևութային լիցքը չեզոքացնելու լուծումների մշակման վրա։ Մենք սա դիտարկում ենք որպես ներդրում ապագայի, երեխաների ապագայի մեջ։ Աջակցելով սեփական ազգային փորձագետներին եւ խրախուսելով նրանց փնտրել խնդրի հենց հիմնարար լուծումը, այլ ոչ թե պարզապես պայքարել հետևանքների դեմ, երկիրը կարող է դիրքավորվել ոչ թե պարզապես որպես դիտորդ, այլ որպես առաջատար այս առաջադեմ հետազոտություններում եւ նանոպլաստիկի սպառնալիքից պաշտպանության տեխնոլոգիաներում։ Հուսով եմ պատասխանեցի ձեր հարցին։ Ես կցանկանայի լրացուցիչ ընդգծել, որ այն քայլերից մեկը, որ կարող է անել բացարձակապես յուրաքանչյուրը, իրազեկվածության բարձրացումն է։ Նկատի ունեմ, որ նույնիսկ սովորական մարդը կարող է։ Շատ մարդիկ, միգուցե ոչ բոլորը, բայց ոմանք պարզապես տեղյակ չեն այս անտեսանելի խնդրի մասին։ Բանն այն է, որ միկրո եւ նանոպլաստիկը բառացիորեն ամենուր է, բայց մենք այն չենք տեսնում։ Դրա համար էլ մարդիկ մտածում են, ահ, սա այնքան էլ մեծ խնդիր չէ, բայց սա խնդիր է։ Դուք տեսաք տվյալները, լսեցիք, թե ինչի մասին խոսեցինք։ Այո, խնդիրն իսկապես աչքի համար անտեսանելի է, ուրեմն եկեք այն դարձնենք տեսանելի։ Եվ դա կարելի է անել պարզապես զրուցելով ձեր ընտանիքի հետ ընթրիքի ժամանակ, կամ ահա դուք, օրինակ, լրատվամիջոցների ներկայացուցիչ եք։ Այսինքն, եկեք պարզապես անենք այն, ինչ մեր ուժերի սահմաններում է, անենք առավելագույնս լավ, որովհետև երբ սովորական մարդիկ բարձրաձայնում են սրա մասին, դա օգնում է բարձրացնել իրազեկվածությունը եւ ի վերջո հանգեցնել խնդրի լուծմանը։ Նկատի ունեմ, որ հաճախ նախաձեռնությունը չի իջնում վերևից ներքև։ Երբեմն փոփոխությունները պետք է գան ներքևից վերև, եւ սա այն է, ինչ մենք կարող ենք անել որպես մարդիկ։ Ահա սա էի ուզում ավելացնել։ Շատ շնորհակալություն։ Տեսնում եմ, էլի հարցեր չկան։ Այդ կինը ամենավերջին շարքում առաջինը ձեռք բարձրացրեց։ Այո, լսում ենք ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն իսկապես հետաքրքիր քննարկման համար։ Ինձ շատ հետաքրքիր է սա։ Մտածելով քննարկված որոշ լուծումների մասին, կցանկանայի իմանալ, արդյոք քննարկման մասնակիցներն ունեն որևէ կարծիք պլաստիկով աղտոտման մասին ապագա գլոբալ համաձայնագրի վերաբերյալ, որը ներկայումս բանակցությունների փուլում է։ Այժմ բանակցություններ են ընթանում պլաստիկով աղտոտումը դադարեցնելու համաձայնագրի շուրջ, եւ տվյալ պահին նանոպլաստիկն այնտեղ ընդհանրապես չի հիշատակվում, իսկ միկրոպլաստիկը միայն թռուցիկ։ Ուստի շատ հետաքրքիր կլիներ լսել ձեր մտքերն այն մասին, թե ինչ դեր կարող է խաղալ նման համաձայնագիրը ձեր ներկայացրած որոշ խնդիրների լուծման գործում։ Շնորհակալություն։ Լավ, ես կփորձեմ պատասխանել։ Իհարկե, ես կարծում եմ, որ նման համաձայնագիրը լավ է, որովհետև այն նվազագույնը կդադարեցնի նոր պլաստիկի հայտնվելը օվկիանոսում եւ կենսոլորտում, բայց ես նաեւ պետք է ասեմ, որ որքանով ես տեղյակ եմ, այս համաձայնագրի շուրջ բանակցություններն արդեն 3 տարի է շարունակվում են, եւ մենք դեռ արդյունքի չենք հասել։ Այնպես որ, այո, հուսով եմ, որ նրանք շուտով ինչ-որ բարեհաջող ավարտի կգան։ Բայց եկեք պատկերացնենք, ահա այն հաստատվեց, եւ մենք դադարեցրինք պլաստիկը օվկիանոս նետելը։ Սա անկասկած լավ քայլ է, բայց ինչպես արդեն ասաց Ջոնը եւ մասնավորապես Սաշան, մենք արդեն ունենք 10 միլիարդ տոննա պլաստիկի խնդիր, որն արդեն գտնվում է շրջակա միջավայրում, եւ այն քայքայվում է, եւ այդ քանակը բավական է մեզ համար մեծ խնդիրներ ստեղծելու համար։ Այնպես որ այս առումով ես կարծում եմ, որ այս համաձայնագիրն իրականում բավարար չէ, եւ մենք ստիպված կլինենք գտնել մեկ այլ լուծում, ինչ անել արդեն գոյություն ունեցող պլաստիկի հետ։ Իսկ առայժմ մենք նույնիսկ գիտական պատկերացում չունենք, թե ինչպես դա անել։ Այնպես որ ես ենթադրում եմ, որ նման համաձայնագրերը տվյալ պահին որոշակիորեն վաղաժամ են։ Բայց մենք պետք է, ասենք այսպես, դրսևորենք ընդհանուր կամք, որպեսզի սկսենք զգալի միջոցներ ներդնել այս խնդրի ընկալման եւ հետազոտման մեջ։ Մեծ շնորհակալություն։ Հաջորդ հարցը Կարմիր վերնաշապիկով կնոջից էր։
Շնորհակալություն։ Մեծ շնորհակալություն այս շատ տեղեկատվական նիստի համար։ Նկատեցի, դուք նախկինում ասացիք, որ մեզ համար գոյություն չունի միկրո և նանոպլաստիկի անվտանգ մակարդակ, բայց իրականությունն այն է, որ մենք դրանից ոչ մի տեղ չենք կարող փախչել, ինչի մասին, ըստ էության, դուք էլ խոսեցիք։ Եվ դուք ընդգծեցիք, որ երբեմն իրական գործողությունները սկսվում են հենց ներքևից վերև նախաձեռնության շնորհիվ։ Եվ ահա ինձ հետաքրքիր է, եթե, ասենք այսպես, ներքևից ճնշումը բավականաչափ ուժեղ լինի։ Եթե մենք կարողանանք հասնել ավելի ակտիվ գործողությունների վերևից օրենսդրության կանոնների միջոցով, սահմանելով նվազագույն անվտանգ շեմային մակարդակներ, ինչպես եք կարծում, արդյոք ապագայում մենք կմշակենք ինչ-որ անվտանգ միջակայք կամ անվտանգ սահմանափակում պոլիմերների տարբեր տեսակների համար։ Միգուցե ես պատասխանեմ այս հարցին։ Ինչպես արդեն ասացի հենց սկզբում, խնդիրն այստեղ այն է, որ հենց խնդիրն անտեսանելի է, հասկանում եք։ Այն ֆիզիկապես չի երևում։ Բացի այդ, քանի որ սա միջդիսցիպլինար օրակարգ է, այն շոշափում է, ինչպես սկզբում ասացի, այսպես կոչված քաղաքական դոգմատիկ ավետարանները։ Աշխարհում, ինչպես նաև այստեղ, այս շենքում, այս բրյուսելյան փուչիկում կան շատ քաղաքական գործիչներ, ովքեր հսկայական քաղաքական կապիտալ են ներդրել այն հայտարարությունների մեջ, որ, օրինակ, կլիմայի փոփոխությունը պայմանավորված է բացառապես հանածո վառելիքի այրմամբ։ Վերջակետ։ Հասկանում եք։ Եվ եթե դուք հիմա գաք նրանց մոտ ինչ-որ նանոպլաստիկների և միկրոպլաստիկների տեսությամբ, որոնք այո, վնասում են առողջությանը, բայց ոչ ոք դա դեռ չի տեսնում։ Իհարկե, հետազոտություններ կան, բայց խնդիրը դեռ այդքան նկատելի չէ։ Եվ միևնույն ժամանակ դա խարխլում է նրանց դոգմաները։ Նրանք կփորձեն դիմադրել, որովհետև ըստ էության դա կնշանակեր, որ գոնե 1-2 տասնամյակ նրանք ամբողջ ճշմարտությունը չեն ասել իրենց ընտրողներին։ Եվ այն, ինչ փորձում են անել այս առաջադեմ տղաները, սովորաբար պարզապես իրենց ընտրազանգվածը պահելն է։ Նրանք չեն կարող ընդունել փոփոխության անհրաժեշտությունը։ Ես ինքս կորպորատիվ բիզնեսի ներկայացուցիչ եմ։ Ինձ համար ամեն ինչ պարզ է, եթե մենք ունենք ընկերության ռազմավարություն և ժամանակը ցույց է տալիս, որ այն կատարելագործման կարիք ունի, մենք վերցնում և կատարելագործում ենք այն։ Բայց որոշ քաղաքական ճյուղերի, քաղաքական կուսակցությունների համար, եթե դուք գնում եք այս ուղղությամբ, իսկ հետո պետք է ամեն ինչ փոխել, նրանց համար դա կորուստ կլինի։ Փոխանակ սա որպես նոր հնարավորություն օգտագործելը, նրանք պարզապես վախենում են դրանից։ Ուստի, եզրափակելով իմ պատասխանը, վախենում եմ, որ պետք է լինի շատ ավելի մեծ ճնշում ներքևից վերև, որպեսզի համոզենք տարբեր կուսակցությունների քաղաքական գործիչներին։ Որովհետև Եվրոպական միությունում, ցավոք, մենք չունենք մեծամասնական համակարգ։ Դուք ունեք 5, 6, 7, 8 քաղաքական խմբեր, և դուք պետք է մեծամասնություն գտնեք նրանց բոլորի միջև, հասկանում եք։ Ատլանտյան օվկիանոսի այն կողմում սա, հնարավոր է, երբեմն մի փոքր ավելի հեշտ է։ Պաստոր Բերնս, այնտեղ դուք, ըստ էության, ունեք 2 կուսակցություն, և նրանք հերթափոխվում են։ Այնպես որ, սա հիանալի առիթ է հանրության շրջանում այս խնդրի մասին ավելի բարձր հայտարարելու համար։ Ահա իմ պատասխանը։ Շնորհակալություն։ Լավ։ Երևի ես կպատասխանեմ անվտանգ սահմանների մասին հարցին։ Այստեղ կարևոր է հասկանալ մի բան։ Բանն այն է, որ պլաստիկի դեպքում խոսքը չի գնում ինչ-որ սուր մեկանգամյա ազդեցության մասին։ Ի վերջո, պլաստիկի քանակը, որ դուք ներշնչում եք հենց հիմա, այդքան էլ մեծ չէ։ Խնդիրն այն է, որ պլաստիկը ժամանակի ընթացքում կուտակվում է օրգանիզմում։ Եվ հենց սրա մեջ է անվտանգ մակարդակների հետ կապված խնդիրը։ Որովհետև նույնիսկ եթե մակարդակները ցածր են, դուք ենթարկվում եք դրանց ազդեցությանը ամեն օր, ամեն շնչառության հետ, և տարիների ընթացքում դրանք կուտակվում են և ի վերջո սկսում են խնդիրներ առաջացնել։ Սրա մեջ է գլխավոր դժվարությունը անվտանգ մակարդակները որոշելու հարցում։ Իհարկե, տվյալ պահին մենք կարող էինք սահմանել այս մակարդակներն այնքան ցածր, որ հաշվի առնելով ողջ կյանքի ընթացքում կուտակումը, կասեիք. լավ, սա աննշան է։ Բայց ես հավատարիմ եմ այն կարծիքին, թեև այս հարցում կոնկրետ տվյալներ չունեմ, որ այդպիսի մակարդակները կստացվեին այնքան ցածր, որ դրանք ամեն դեպքում գործնականում անհասանելի կլինեին։ Այնպես որ, այո, չեմ կարծում, որ ներկայումս, գոնե այս թեմայի վերաբերյալ ժամանակակից գիտական գիտելիքների համատեքստում, գոյություն ունեն ինչ-որ անվտանգ մակարդակներ։ Այո, ցավում եմ, որ ասում եմ սա, բայց այդպիսին են փաստերն այսօրվա դրությամբ։ Այո, խնդրեմ, պրոֆեսոր։
Լավ հարց կա, ինչու եթե պլաստիկն այդքան վտանգավոր է մեզ համար, մենք այդքան երկար ենք ապրում, ավելի երկար, քան մեր հայրերը եւ այլն։ Ինչու՞։ Որովհետև պլաստիկը չի սպանում ձեզ եւ չի սպանում մեզ։ Պլաստիկը չի սպանում։ Պլաստիկը թույլ է տալիս մեզ երկար ապրել, բայց բազմաթիվ հիվանդություններով։ Պլաստիկն ունակ է մեծացնել հիվանդությունների քանակը, որոնցից մենք տառապում ենք։ Ընդ որում, նույնիսկ նորածինների մոտ։ Որովհետև այսօր նորածինների մոտ ախտորոշում են բազմաթիվ հիվանդություններ, որոնք նախկինում պարզապես գոյություն չունեին։ Եվ ուստի այս հարցի պատասխանն այսպիսին է՝ պլաստիկը չի սպանում։ Պլաստիկը ձեզ հիվանդացնում է, բայց չի սպանում։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Կարծում եմ, ժամանակ ունենք մեկ վերջին հարցի համար։ Տեսնում եմ արդյոք այդ կողմի տիկինը, այո, խնդրեմ։ Այո, դուք, այո։ Ես շատ կարճ հարց ունեմ։ Որպես հոգեբան, եթե ես որոշեմ հետազոտություն անցկացնել հիմնվելով ձեր փորձի վրա, որպեսզի գտնեմ կամ չգտնեմ կապը նանոպլաստիկի եւ հոգեբանական խանգարումների միջև հանրային հոգեկան առողջության ոլորտում, ինչ փոփոխականներ դուք կխորհուրդ տայիք օգտագործել նման հետազոտության համար։ Պետք է ասեմ, որ ես Ալբանիայից եմ եւ դրա կարիքը մեծ է, ուստի ցանկանում եմ օգտվել հնարավորությունից ստանալու համար հակիրճ պատասխան։ Ես համառորեն խորհուրդ կտայի ձեզ ծանոթանալ այն զեկույցին, որը նշեցի մեր կոնֆերանսի հիմքը հանդիսացող փաստաթղթին։ Այդ զեկույցում դուք կարող եք գտնել ավելի քան 100 գրախոսվող հոդվածներ եւ դրանց վերլուծությունը։ Դա կօգնի ձեզ սկսել ձեր սեփական հետազոտությունը այս թեմայով եւ աշխատել բոլոր աղբյուրների հետ։ Ես շնորհակալ կլինեմ, եթե տեխնիկական թիմը էկրանին ցուցադրի զեկույցը, որպեսզի դուք կարողանաք սկրինշոտ անել։ Մարկ Պաստոր Բըրնս, կցանկանայիք արդյոք հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Դե առաջին հերթին, ինձ շատ ոգևորում է այն, որ միկրոպլաստիկի եւ նանոպլաստիկի խնդիրը դուրս է գալիս առաջին պլան։ ԱլլաՏրայի, Մարինայի եւ Միացյալ Նահանգներում գործող հիանալի թիմի շնորհիվ ես վերջերս տեղեկացա այս հսկայական իրական խնդրի մասին եւ ԱլլաՏրայի լայնածավալ հետազոտությունները նանոպլաստիկի վերաբերյալ ինձ մոտ չափազանց մեծ անհանգստություն առաջացրեցին։ Շատ հուսադրող է, որ այս հիանալի, հարգարժան գիտնականներն այսօր նախագահությունում են եւ որ մարդիկ զբաղվում են այս խնդրով։ Բայց, ինչպես մի գրող ասաց, խելագարություն է անել նույն բանը ու այլ արդյունքների սպասելը։ Ուստի ինձ համար այսօրվա միջոցառումը, ձեր գերազանցություն, այն գործիքն է, որն ինձ անհրաժեշտ է այս տեղեկատվությունը ողջ աշխարհին, հատկապես ԱՄՆ կառավարության բարձրագույն օղակներին հասցնելու, Եվրամիության եւ տարբեր երկրներում մեր գործընկերների հետ շարունակաբար աշխատելու եւ այս շատ իրական ու թափ հավաքող խնդրի լուծումը գտնելու փորձեր անելու համար։ Այնպես որ, հսկայական շնորհակալություն ձեզ, ձեր գերազանցություն, այս միջոցառումը կազմակերպելու համար։ Եվ շնորհակալություն ԱլլաՏրայի հիանալի գիտնականներին, Մարինային, հրաշալի թիմին, ինչպես նաև աշխարհի բոլոր մարդկանց, ովքեր միավորվում են։ Դուք, գիտնականներ, լրագրողներ եք, որ սա դարձնում եք գլխավոր առաջնահերթություն։ Սա է հոգևոր դիվանագիտությունը, երբ դուք պատրաստ եք ռիսկի ենթարկել ձեր սեփական հեղինակությունը ուրիշներին փրկելու համար։ Իսկ այս ամենը չծնված երեխաների համար է։ Նյարդակենսաբանների, Ալցհեյմերի հիվանդության հետազոտությունների եւ միկրոպլաստիկի ու նանոպլաստիկի ազդեցության վերաբերյալ բոլոր տվյալների շնորհիվ, որոնք մենք իմացանք այս հրաշալի քննարկման ընթացքում, կարելի է իրապես բարելավել մարդկության կյանքը։ Ուստի անչափ շնորհակալություն կազմակերպելու համար։ Շատ երախտապարտ եմ ձեզ։
Ես նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին բոլոր հրավիրյալ փորձագետներին իրենց իսկապես արժեքավոր ներդրման համար։ Մենք բոլորս կարողացանք համոզվել, թե որքան լուրջ մարտահրավեր է մեր առջև դրված։ Սա գլոբալ մարտահրավեր է։ Սա նոր երևույթ է, նոր տարր, որի մասին աշխարհը, ըստ էության, դեռ սովոր չէ մտածել եւ այն հաշվի առնել իր ռիսկ կառավարման մեջ։ Այստեղ, իհարկե, անհրաժեշտ են գլոբալ համակարգված գործողություններ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք բարձրացնել այս թեման Եվրախորհրդարանի հարթակում։ Հավատում եմ, որ մենք կկարողանանք շարունակել պայքարն այս ուղղությամբ։ Կրկին անչափ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցում էին, օգնում էին, եւ իհարկե բանախոսներին։ Շատ շնորհակալություն։ Եվ շնորհակալություն թարգմանիչներին։ Շնորհակալություն եմ հայտնում։ And thanks to the introductors. Thank you.